Հենց այս վայրկյանին, երբ դուք նստած եք եւ կարդում այս տողերը, ձեր մատները, որոնք հպվում են էկրանին կամ մկնիկին, իրականում երբեք չեն հպվում դրան։ Ձեր մարմնի ատոմների էլեկտրոնները եւ էկրանի ատոմների էլեկտրոնները միմյանցից հեռու են մնում մոտավորապես 1 միլիոներորդ միլիմետրի հեռավորության վրա։ Այն, ինչ դուք զգում եք որպես հպում, իրականում էլեկտրամագնիսական ուժերի փոխազդեցությունն է։ Ձեր ամբողջ կյանքում դուք երբեք ոչինչ չեք հպել իսկապես։ Դուք երբեք չեք նստել աթոռի վրա, դուք լողում եք էլեկտրամագնիսական դաշտերի օվկիանոսում, որը ձեզ պահում է մի քանի ատոմների հեռավորության վրա։ Ամեն ինչ, ինչ դուք համարում եք իրական եւ պինդ, իրականում գրեթե ամբողջությամբ դատարկ տարածություն է։ Երբ Էրնեստ Ռեզերֆորդը 1911 թվականին Մանչեսթերի համալսարանում իր հայտնի փորձը կատարեց, նա ակնկալում էր հաստատել, որ ատոմը պինդ գնդիկի նման մի բան է։ Նա ալֆա մասնիկներ էր արձակում ոսկու բարակ թերթիկի վրա եւ սպասում էր, որ դրանք պարզապես անցնեն կամ մի փոքր շեղվեն։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, ցնցեց ամբողջ ֆիզիկայի աշխարհը։ Որոշ մասնիկներ հետ էին ցատկում, կարծես հարվածել էին անտեսանելի պատի։ Ռեզերֆորդը հետագայում ասաց, որ դա այնպիսի զարմանալի էր, կարծես դուք 15 ինչանոց թնդանոթից կրակեիք թղթի թերթիկի վրա եւ ձեր հրացանի գնդակը հետ վերադառնար ու ձեզ սպաներ։ Այդ օրից սկսած մենք գիտենք, ատոմը 4 տասնյակ հազար անգամ ավելի փոքր է, քան մարդու մազը, բայց նույնիսկ այդ անհավանական փոքր տարածության մեջ գրեթե ամեն ինչ դատարկություն է։ Եթե ատոմի միջուկը մեծացնեիք մինչև ֆուտբոլի գնդակի չափը, ամենամոտ էլեկտրոնը կգտնվեր մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ամեն ինչ, ինչ դրանց միջև կա, բացարձակ դատարկություն է։ Ձեր մարմինը, որը կշռում է, ասենք, 70 կիլոգրամ, իրականում պարունակում է այնքան քիչ իրական նյութ, որ եթե հանեիք ամբողջ դատարկ տարածությունը, ձեր ամբողջ էությունը տեղավորվեր մեկ ավազի հատիկի մեջ։ Ավելին, եթե ամբողջ մարդկության բոլոր ատոմներից հանեինք դատարկ տարածությունը, ողջ մարդկությունը տեղավորվեր մեկ շաքարի կտորի մեջ։ Բայց սա միայն սկիզբն է։ Այն փոքրիկ էլեկտրոնները, որոնք պտտվում են ատոմի միջուկի շուրջ, ունեն մի հատկություն, որը խախտում է մեր ողջ ըմբռնումը իրականության մասին։ Երբ Վերներ Հայզենբերգը 1927 թվականին ձևակերպեց իր անորոշության սկզբունքը, նա ցույց տվեց, որ մենք չենք կարող միաժամանակ իմանալ էլեկտրոնի ճշգրիտ դիրքը եւ արագությունը։ Սա չէր նշանակում, որ մեր չափիչ սարքերը անբավարար են։ Սա նշանակում էր, որ էլեկտրոնը իրականում չի գտնվում որևէ որոշակի վայրում, մինչև մենք չնայենք դրան։ Պատկերացրեք մի պարուրակ, որը միաժամանակ բոլոր սենյակներում է, մինչև դուք չբացեք դուռը եւ չնայեք։ Հենց այդ պահին պարուրակը որոշում է լինել միայն մեկ սենյակում։ Սա ոչ թե փիլիսոփայական մետաֆորա է, այլ ճշգրիտ նկարագրություն է այն բանի, ինչ տեղի է ունենում քվանտային աշխարհում։ Էլեկտրոնը գոյություն ունի որպես հավանականությունների ալիք, տարածված ամբողջ տարածության մեջ։ Ֆիզիկոսները սա անվանում են ալիքային ֆունկցիա։ Այն մաթեմատիկական հավասարում է, որը նկարագրում է բոլոր հնարավոր վայրերը, որտեղ էլեկտրոնը կարող է լինել։ Բայց հենց որ դուք փորձում եք չափել դրա դիրքը, ալիքային ֆունկցիան կոլապսում է, եւ էլեկտրոնը հանկարծ հայտնվում է մեկ կոնկրետ վայրում։ 1935 թվականին Էրվին Շրյոդինգերը, ավստրիացի ֆիզիկոս, ստեղծեց մտքային փորձ, որը պետք է ցույց տար, թե որքան աբսուրդ է այս իրավիճակը։ Նա պատկերացրեց կատու, որը փակված է տուփի մեջ ռադիոակտիվ ատոմի, գեյգերի հաշվիչի եւ թույնի ամպուլի հետ միասին։ Եթե ատոմը քայքայվի, հաշվիչը կգրանցի դա, կջարդի ամպուլը եւ կատուն կմեռնի։ Քվանտային մեխանիկայի համաձայն, մինչև մենք չբացենք տուփը եւ չնայենք, ատոմը միաժամանակ եւ քայքայված է եւ ոչ։ Սա նշանակում է, որ կատուն միաժամանակ եւ կենդանի ու միաժամանակ եւ կենդանի է եւ մեռած, մինչև մենք չդիտենք։ Շատերը կարծում են, որ սա պարզապես փիլիսոփայական խաղ է բառերով։ Բայց 1996 թվականին Ֆրանսիայում, Փարիզի École Normale Supérieure-ում Ալեն Ասպեն իրականացրեց փորձ, որը վերջնականապես հաստատեց. քվանտային աշխարհը իսկապես այդպես է աշխատում։ Նա ստեղծեց զույգ էլեկտրոններ, որոնք շղարշված էին միմյանց հետ, քվանտային մակարդակով կապված։ Երբ նա չափեց մեկ էլեկտրոնի սպինը, մյուսը անմիջապես ձեռք բերեց հակառակ սպինը, անկախ նրանից, թե որքան հեռու էին միմյանցից։ Կարծես մեկ էլեկտրոնը իմանում էր, թե ինչ է պատահում մյուսի հետ, ակնթարթորեն, ավելի արագ, քան լույսի արագությունը։ Այս երևույթը, որը Այնշտայնը անվանում էր ուրվական հեռազդեցություն, այսօր հայտնի է որպես քվանտային շղարշում։ Այն ցույց է տալիս, որ երկու մասնիկներ կարող են լինել այնքան խորապես կապված, որ դառնում են մեկ միասնական համակարգ, անկախ տարածությունից։ Եթե դուք փոխեք մեկը, մյուսը անմիջապես փոխվում է։
Սա ոչ թե ազդանշան, որը ուղարկվում է լույսի արագությամբ։ Սա ավելի խորն է։ Երկու մասնիկները իրականում երբեք չեն եղել առանձին։ Դրանք միշտ եղել են մեկ քվանտային համակարգի երկու դրսևորումներ։ Բայց ինչպես է հնարավոր, որ մեր աշխարհը, որը թվում է այդքան պինդ եւ կանխատեսելի, կառուցված է այսպիսի տարօրինակ հիմքերի վրա։ Պատասխանը կայանում է մի երևույթում, որը կոչվում է դեկոհերենտություն։ Երբ միլիարդավոր ատոմներ միավորվում են, ստեղծելու մակրոսկոպիկ օբյեկտներ, դրանց քվանտային հատկությունները լվանում են միմյանց։ Ալիքային ֆունկցիաները փոխազդում են միջավայրի հետ այնքան արագ եւ բարդ ձևերով, որ մենք տեսնում ենք միայն դասական կանխատեսելի վարքագիծ։ Մտածեք դրա մասին այսպես. մեկ էլեկտրոնը կարող է լինել միաժամանակ բազմաթիվ վայրերում, բայց երբ տրիլիոն էլեկտրոններ միավորվում են, ստեղծելու ասենք սեղան, բոլոր այդ հավանականությունները միավորվում են մեկ որոշակի կայուն կոնֆիգուրացիայի մեջ։ Սեղանը չի կարող միաժամանակ լինել երկու վայրում, քանի որ դրա բոլոր ատոմների ալիքային ֆունկցիաները փոխազդում են միջավայրի հետ, օդի մոլեկուլների, լույսի ֆոտոնների, ջերմային ճառագայթման հետ։ Այս անընդհատ փոխազդեցությունը ֆիքսում է սեղանը մեկ դասական վիճակում։ Բայց եթե կարողանայինք մեկուսացնել համակարգը բավականաչափ լավ, մենք կտեսնեինք քվանտային վարքագիծը նույնիսկ մեծ օբյեկտներում։ 1999 թվականին Վիեննայի համալսարանում Անտոն Ցայլինգերի թիմը ցույց տվեց քվանտային ինտերֆերենցիա ֆուլլերեն մոլեկուլներով, յուրաքանչյուրը պարունակում ուներ 60 ածխածնի ատոմ։ Այս հսկայական մոլեկուլները, որոնք տեսանելի են էլեկտրոնային միկրոսկոպով, ցույց տվեցին նույն ալիքային վարքագիծը, ինչ առանձին էլեկտրոնները։ Դրանք անցան երկու ճեղքերով միաժամանակ, ինտերֆերենցիոն նախշ ստեղծելով էկրանի վրա։ Այս փորձը ցույց տվեց, որ քվանտային աշխարհի եւ դասական աշխարհի միջև սահմանը ոչ թե ֆունդամենտալ է, այլ պրակտիկ։ Սա չափի հարց է, ոչ թե սկզբունքի։ Տեսականորեն, նույնիսկ դուք, ձեր բոլոր տրիլիոն ատոմներով կարող եք ցուցաբերել քվանտային վարքագիծ, եթե կարողանայինք ձեզ բավականաչափ լավ մեկուսացնել միջավայրից։ Իհարկե, սա գործնականում անհնար է, բայց սկզբունքորեն ոչինչ չի արգելում։ Հիմա պատկերացրեք, թե ինչ է սա նշանակում ձեր ամենօրյա փորձի համար։ Երբ դուք նայում եք ձեր ձեռքին, դուք տեսնում եք պինդ, շարունակական մաշկ։ Բայց իրականում դուք նայում եք միլիարդավոր ատոմների վրա, որոնցից յուրաքանչյուրը գրեթե ամբողջությամբ դատարկ տարածություն է։ Այդ ատոմների էլեկտրոնները չեն գտնվում որևէ որոշակի վայրում, դրանք տարածված են հավանականությունների ամպերի մեջ։ Այն, ինչ դուք զգում եք որպես պինդ մաշկ, իրականում էլեկտրամագնիսական ուժերի անհավանական բարդ բառն է։ Միլիարդավոր էլեկտրոններ, որոնք մերժում են միմյանց։ Ավելին, այդ էլեկտրոնները շարունակաբար փոխազդում են լույսի ֆոտոնների հետ։ Ամեն անգամ, երբ ֆոտոնը հարվածում է էլեկտրոնին, այն փոխանցում է էներգիա եւ իմպուլս։ Էլեկտրոնը ներծծում է ֆոտոնը, ցատկում է ավելի բարձր էներգիայի մակարդակի, ապա արձակում է նոր ֆոտոն եւ վերադառնում է ավելի ցածր մակարդակի։ Այս process-ը տեղի է ունենում անընդհատ, միլիարդավոր անգամներ վայրկյանում, ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմում։ Այն, ինչ դուք տեսնում եք որպես գույն, իրականում այդ արձակված ֆոտոնների էներգիան է։ Բայց ահա ամենաանհավատալին։ Երբ ֆոտոնը ճանապարհորդում է ձեր աչքից դեպի ձեր ուղեղ, այն նույնպես քվանտային մասնիկ է։ Այն գոյություն ունի որպես հավանականություններիցի ալիք, մինչև հասնում է ձեր ցանցաթաղանթին եւ փոխազդում է ռոդոպսին մոլեկուլի հետ։ Այդ պահին ալիքային ֆունկցիան կոլապսում է, եւ ֆոտոնը որոշում է լինել որոշակի վայրում, գրգռելով որոշակի ֆոտոռեցեպտոր։ Այս քվանտային իրադարձությունը սկիզբ է տալիս նյարդային իմպուլսների կասկադի, որը վերջապես դառնում է ձեր գիտակցական տեսողական փորձը։ Մտածեք դրա մասին։ Ձեր ողջ տեսողական փորձը, գույները, ձևերը, խորությունը սկսվում է քվանտային իրադարձություններից։ Միլիարդավոր ֆոտոններ, որոնցից յուրաքանչյուրը գոյություն ունեցել է որպես հավանականությունների ալիք, կոլապսում են ձեր ցանցաթաղանթի վրա, ստեղծելով էլեկտրական ազդանշանների նախշ, որը ձեր ուղեղը մեկնաբանում է որպես իրականություն։ Բայց մինչև այդ կոլապսը, այդ ֆոտոնները չէին ունենում որոշակի դիրք կամ էներգիա։ Դրանք գոյություն ունեին որպես մաթեմատիկական հավանականություններ, տարածված ամբողջ տարածության մեջ։ Սա մեզ բերում է մի խորը հարցի։ Եթե ամեն ինչ, ինչ մենք տեսնում ենք, սկսվում է քվանտային իրադարձություններից, եւ այդ իրադարձությունները դառնում են իրական, միայն երբ դիտվում են, ապա ինչ է իրականությունը մինչև մենք չնայենք։ Սա հայտնի է որպես չափման խնդիր քվանտային մեխանիկայում, եւ այն մնում է ամենաբանավիճ հարցերից մեկը ֆիզիկայում։ Կոպենհագենյան մեկնաբանությունը, որը ձևակերպել է Նիլս Բորի եւ Վերներ Հայզենբերգի կողմից 1920-ականներին, ասում է, որ քվանտային համակարգը չունի որոշակի հատկություններ մինչև չափումը։
Ալիքային ֆունկցիան այն է, ինչ գոյություն ունի, եւ այն նկարագրում է հավանականություններ, ոչ թե թաքնված իրականություն։ Երբ մենք չափում ենք, մենք չենք բացահայտում նախապես գոյություն ունեցող արժեքը, մենք ստեղծում ենք այն։ Դիտումը ոչ թե պասիվ գործողություն է, այլ ակտիվ մասնակցություն իրականության ստեղծման մեջ։ Բայց շատ ֆիզիկոսներ գտնում են, որ սա անբավարար է։ 1950-ականներին Հյու Էվերեթը առաջարկեց այս ռադիկալ այլընտրանք՝ բազմաշխարհների մեկնաբանությունը։ Նրա տեսության համաձայն ալիքային ֆունկցիան երբեք չի կոլապսում։ Փոխարենը, երբ քվանտային համակարգը չափվում է, տիեզերքը ճյուղավորվում է բազմաթիվ զուգահեռ իրականությունների։ Յուրաքանչյուր հնարավոր արդյունքում տեղի է ունենում տարբեր տիեզերքում։ Շտյուդինգերի կատուն եւ կենդանի է եւ մեռած, ոչ թե միաժամանակ, այլ տարբեր տիեզերքներում։ Սա թվում է գիտական ֆանտաստիկա, բայց մաթեմատիկան աշխատում է անթերի։ Եթե դուք վերցնեք Շտյուդինգերի հավասարումը եւ լուծեք այն առանց ալիքային ֆունկցիայի վոլապսի ավելացման, դուք ստանում եք բազմաշխարհների մեկնաբանությունը։ Յուրաքանչյուր քվանտային իրադարձություն ստեղծում է ճյուղավորում։ Ամեն անգամ, երբ ատոմ քայքայվում է կամ չի քայքայվում, երբ ֆոտոն անցնում է ձախ կամ աջ ճեղքով, տիեզերքը բաժանվում է երկու տարբերակների։ Եթե սա ճիշտ է, ապա գոյություն ունի անհամար տիեզերքներ։ Յուրաքանչյուրը քվանտային իրադարձությունների տարբեր հաջորդականությունների արդյունք։ Գոյություն ունի տիեզերք, որտեղ դուք այս տողերը չեք կարդում։ Գոյություն ունի տիեզերք, որտեղ դինոզավրերը երբեք չեն անհետացել։ Գոյություն ունի տիեզերք, որտեղ երկիրը երբեք չի ձևավորվել։ Յուրաքանչյուր հնարավոր պատմություն, որը համապատասխանում է ֆիզիկայի օրենքներին, տեղի է ունենում որևէ տիեզերքում։ Բայց կա երրորդ մեկնաբանություն, որը դեռ ավելի տարօրինակ է։ Քվանտային բայեսյան մոտեցումը ասում է, որ ալիքային ֆունկցիան ընդհանրապես ֆիզիկական բան չէ։ Այն պարզապես մեր գիտելիքների մաթեմատիկական ներկայացումն է համակարգի մասին։ Երբ մենք չափում ենք, մենք չենք փոխում ֆիզիկական իրականությունը, մենք թարմացնում ենք մեր գիտելիքները։ Այս տեսակետից քվանտային մեխանիկան ոչ թե նկարագրում է, թե ինչպես է աշխարհը իսկապես, այլ ինչպես մենք պետք է կանխատեսենք մեր դիտարկումները։ Յուրաքանչյուր այս մեկնաբանություն ունի իր կողմնակիցներ եւ քննադատներ, բայց բոլորը համաձայն են մեկ բանի վրա։ Քվանտային մեխանիկան աշխատում է անհավանական ճշգրտությամբ։ Այն ամենաճշգրիտ տեսությունն է, որ երբևէ ստեղծվել է գիտության պատմության մեջ։ Մենք օգտագործում ենք այն նախագծելու համար կիսահաղորդիչներ, լազերներ, ատոմային ժամացույցներ, MR-ը նախագծելու համար կիսահաղորդիչներ, լազերներ, որը ուղղորդում է ձեր հեռախոսը, հիմնված է քվանտային էֆեկտների վրա։ Ձեր համակարգչի յուրաքանչյուր տրանզիստոր աշխատում է քվանտային թունելավորման սկզբունքով։ Երևույթ, որտեղ էլեկտրոնները թափանցում են պատնեշների միջով, որոնք դասական ֆիզիկայի համաձայն անանցանելի են։ Բայց թերևս ամենախորը հետևանքը վերաբերում է ինֆորմացիայի բնույթին։ Քվանտային ինֆորմացիայի տեսությունը ցույց է տվել, որ ինֆորմացիան ֆիզիկական է։ Այն ունի զանգված, էներգիա, էնտրոպիա։ Երբ դուք ջնջում եք ինֆորմացիա, դուք ավելացնում եք էնտրոպիա տիեզերքում։ Երբ դուք ստեղծում եք ինֆորմացիա, դուք նվազեցնում եք էնտրոպիա տեղական մակարդակով, ավելացնելով այն ավելի մեծ մասշտաբով։ Սա մեզ բերում է մի ապշեցուցիչ գաղափարի։ Եթե ինֆորմացիան ֆիզիկական է, եւ եթե քվանտային վիճակները հիմնարար են, ապա թերևս ամբողջ տիեզերքը կարելի է նկարագրել որպես ինֆորմացիայի մշակում։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր դաշտ, յուրաքանչյուր փոխազդեցություն կարող է դիտվել որպես քվանտային ինֆորմացիայի փոխանակում։ Ֆիզիկական օրենքները, որոնք կառավարում են տիեզերքը, կարող են լինել ալգորիթմներ, մշակելով այդ ինֆորմացիան։ 1990-ականներին Սեթ Լոյդը, MIT ֆիզիկոս, հաշվարկեց, թե քանի քվանտային գործողություններ է կատարել տիեզերքը մեծ պայթյունից ի վեր։ Պատասխանը մոտավորապես 10 աստիճան 120 գործողություններ է։ Սա անհավանական մեծ թիվ է, բայց այն վերջավոր է։ Տիեզերքը, որքան էլ հսկայական լինի, կատարել է վերջավոր քանակությամբ հաշվարկներ։ Այս իմաստով տիեզերքը քվանտային համակարգիչ է, մշակելով ինֆորմացիա իր սեփական ֆիզիկական վիճակի մասին։ Այս տեսակետը հանգեցնում է մի ուլտրառադիկալ գաղափարի, այնից բիտ հիպոթեզին, որը առաջարկել է Ջոն Ուիլերը։ Նրա տեսության համաձայն ամեն ինչ, ինչ գոյություն ունի, յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր դաշտ, նույնիսկ տարածությունը եւ ժամանակը ծագում է ինֆորմացիայից։ Այն ֆիզիկական իրականությունը ծագում է բիթից, ինֆորմացիայի միավորից։ Տիեզերքը ոչ թե պարունակում է ինֆորմացիա, այն ինք է ինֆորմացիա։ Եթե սա ճիշտ է, ապա հարցը ինչու գոյություն ունի ինչ-որ բան, այլ ոչ թե ոչինչ, ստանում է նոր իմաստ։ Ինֆորմացիան չի կարող չգոյություն ունենալ։ Նույնիսկ ոչինչը պարունակում է ինֆորմացիա, այն ինֆորմացիան, որ ոչինչ չկա։
Հենց որ դուք ունեք ինֆորմացիայի հասկացությունը, դուք ունեք քվանտային վիճակների հասկացությունը։ Եվ հենց որ դուք ունեք քվանտային վիճակներ, դուք ունեք ֆիզիկա։ Տիեզերքը գոյություն ունի, քանի որ ինֆորմացիան պետք է գոյություն ունենա որևէ տեղ, որևէ ձևով։ Բայց սա բարձրացնում է ավելի խորը հարց. ով կամ ինչ է կարդում այդ ինֆորմացիան։ Քվանտային մեխանիկայում ալիքային ֆունկցիան կոլապսում է, երբ համակարգը փոխազդում է դիտորդի հետ։ Բայց ով է դիտորդը։ Արդյոք գիտակցությունը անհրաժեշտ է քվանտային կոլապսի համար, թե ցանկացած ֆիզիկական փոխազդեցություն բավարար է։ 1930-րդ թվականներին Ջոն ֆոն Նեյմանը, մաթեմատիկական գերազանցության խորհրդանիշը, առաջարկեց մի գաղափար, որը դեռևս սարսափեցնում է ֆիզիկոսներին։ Նա ասաց, որ քվանտային չափման շղթան պետք է ավարտվի ինչ-որ տեղ, որտեղ ալիքային ֆունկցիան վերջնականապես կոլապսում է։ Եվ այդ վերջնական կետը, նրա կարծիքով, գիտակցությունն է։ Ոչ թե չափիչ սարքը, ոչ թե ֆոտոնը, որը հարվածում է ցանցաթաղանթին, ոչ թե նյարդային իմպուլսը, այլ գիտակցական փորձը, երբ դուք իմանում եք արդյունքը։ Պատկերացրեք մի պահ։ Դուք կատարում եք քվանտային փորձ։ Էլեկտրոնը անցնում է երկու ճեղքերով միաժամանակ, ստեղծում է ինտերֆերենցիոն նախշ էկրանի վրա։ Բայց էկրանը մութ սենյակում է և ոչ ոք չի նայում։ Արդյոք ինտերֆերենցիոն նախշը գոյություն ունի։ Ֆոն Նեյմանի տրամաբանությամբ ոչ։ Էկրանի ատոմները գտնվում են սուպերպոզիցիայի մեջ, և գրկռված, և ոչ։ Սենյակի օդի մոլեկուլները նույնպես սուպերպոզիցիայի մեջ են, և ջերմացած էկրանից, և ոչ։ Ամբողջ տիեզերքը մտնում է ավելի ու ավելի բարդ սուպերպոզիցիայի մեջ, մինչև որևէ գիտակից էակ չբացի դուռը և չնայի։ Միայն այդ պահին, երբ գիտակցությունը գրանցում է արդյունքը, ամբողջ շղթան կոլապսում է հետադարձ ժամանակի մեջ։ Սա հնչում է խենթության նման, և շատ ֆիզիկոսներ մերժում են այն։ Բայց ահա խնդիրը։ Ոչ ոք չի կարողացել ճշգրիտ սահմանել, թե որտեղ է ավարտվում քվանտային աշխարհը և սկսվում դասականը։ Ոչ ոք չի կարողացել ասել, ինչու է ալիքային ֆունկցիան կոլապսում, երբ մենք չափում ենք, բայց ոչ երբ մասնիկները պարզապես փոխազդում են միմյանց հետ։ Եթե փոխազդեցությունը բավարար է կոլապսի համար, ապա ամեն ինչ պետք է անընդհատ կոլապսի։ Բայց եթե փոխազդեցությունը բավարար չէ, ապա ի՞նչն է այն հատուկ բանը, որ դարձնում է չափումը տարբեր։ 1967 թվականին Եվգենի Վիգները, Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոսը, առաջարկեց մտքային փորձ, որը կոչվեց Վիգների ընկերը։ Պատկերացրեք, որ ձեր ընկերը փակցված է լաբորատորիայում և կատարում է Շրյոդինգերի կատվի փորձը։ Նա բացում է տուփը և տեսնում, որ կատուն կենդանի է։ Նրա համար ալիքային ֆունկցիան կոլապսել է։ Բայց դուք դրսում եք և չգիտեք արդյունքը։ Ձեր համար ամբողջ համակարգը, կատուն, ձեր ընկերը, նույնիսկ նրա գիտակցությունը դեռ սուպերպոզիցիայի մեջ է։ Միայն երբ դուք բացեք դուռը և նա ձեզ ասի արդյունքը, ալիքային ֆունկցիան կոլապսում է ձեր համար։ Բայց սա ստեղծում է աբսուրդ իրավիճակ։ Արդյոք ձեր ընկերը ունի իր սեփական գիտակցական փորձը, մինչև դուք չիմացաք դրա մասին։ Թե նրա գիտակցությունը գոյություն ունեցավ սուպերպոզիցիայի մեջ և տեսնելով կենդանի կատու և մեռած կատու, մինչև դուք չդարձաք վերջնական դիտորդը։ Եվ եթե դուք ունեք ընկեր, որը դիտում է ձեզ, արդյոք ձեր գիտակցությունը սուպերպոզիցիայի մեջ է նրա համար։ Որտեղ է ավարտվում այս շղթան։ Որոշ ֆիզիկոսներ ասում են, որ շղթան երբեք չի ավարտվում։ Բազմաշխարհների մեկնաբանության մեջ ձեր ընկերը բաժանվում է երկու տարբերակների, մեկը տեսնում է կենդանի կատու, մյուսը մեռած։ Երբ դուք բացում եք դուռը, դուք նույնպես բաժանվում եք։ Կա տիեզերք, որտեղ դուք երկուսդ էլ տեսաք կենդանի կատու, և տիեզերք, որտեղ դուք երկուսդ էլ տեսաք մեռած կատու։ Գիտակցությունը չի կոլապսում ալիքային ֆունկցիան, այն պարզապես հետևում է մեկ ճյուղին բազմաճյուղ իրականության ծառի մեջ։ Բայց կա ավելի ռադիկալ տեսակետ։ 1990-ականներին Դեյվիդ Չալմերսը, գիտակցության փիլիսոփաները առաջարկեց, որ գիտակցությունը կարող է լինել ֆունդամենտալ հատկություն տիեզերքի, ինչպես զանգվածը կամ լիցքը։ Եթե սա ճիշտ է, ապա գիտակցությունը ոչ թե ծագում է բարդ նյարդային ցանցերից, այլ ներկա է ամենուր, նույնիսկ էլեմենտար մասնիկներում։ Այս գաղափարը, որը կոչվում է պանսիխիզմ, հնչում է միստիկ, բայց որոշ ֆիզիկոսներ լուրջ քննարկում են այն։ Մտածեք դրա մասին այսպես. էլեկտրոնը ընտրում է որոշակի սմեսպին, երբ չափվում է։ Ֆոտոնը որոշում է անցնել ձախ կամ աջ ճեղքով։ Իհարկե մենք չենք ասում, որ մասնիկները ունեն գիտակցություն մարդկային իմաստով, բայց թերևս դրանք ունեն մի տեսակ պրոտոգիտակցություն, ինֆորմացիայի ինտեգրման և արձագանքման հիմնական ունակություն։ Երբ տրիլիոնավոր այդպիսի պրոտոգիտակից էլեմենտներ կազմակերպվում են բարդ կառույցների մեջ, ինչպիսին է մարդու ուղեղը, դրանք ստեղծում են հարուստ միասնական գիտակցական փորձ, որը մենք ունենք։ Այս տեսակետը կապ է ստեղծում քվանտային մեխանիկայի և գիտակցության միջև։
Երկուսն էլ ներառում են ինֆորմացիայի ինտեգրում։ Քվանտային համակարգը գոյություն ունի որպես սուպերպոզիցիա, մինչև ինֆորմացիան ինտեգրվում է չափման միջոցով։ Գիտակցությունը ինտեգրում է ինֆորմացիա տարբեր զգայարանային ալիքներից, ստեղծելով միասնական փորձ։ Թերևս այս երկու պրոցեսները խորապես կապված են։ 1996 թվականին Ստյուարթ Համերոֆը և Ռոջեր Փենրոուզը առաջարկեցին տեսություն, որը կոչվում է օրքեստրած օբյեկտիվ ռեդուկցիա։ Նրանք ասացին, որ գիտակցությունը ծագում է քվանտային պրոցեսներից նեյրոնների ներսում, մանրաբանիկ կառույցներում, որոնք կոչվում են միկրոթուբուլներ։ Այս միկրոթուբուլները, նրանց տեսության համաձայն, պահպանում են քվանտային կոհերենտությունը բավականաչափ երկար, որպեսզի կատարեն քվանտային հաշվարկներ։ Երբ այդ քվանտային վիճակները հասնում են որոշակի շեմի, դրանք օբյեկտիվորեն ռեդուկցվում են, ոչ թե արտաքին դիտորդի պատճառով, այլ գրավիտացիոն էֆեկտների պատճառով։ Այս ռեդուկցիայի պահը նրանք ասում են գիտակցական փորձի պահն է։ Շատ նեյրոգիտնականներ և ֆիզիկոսներ կասկածում են այս տեսության մեջ։ Ուղեղը շատ ջերմ և խոնավ միջավայր է քվանտային կոհերենտության համար։ Դեկոհերենտությունը պետք է տեղի ունենա անհավանական արագ, միլիարդերորդ վայրկյանի մասնիկներում։ Բայց Համերոֆը և Փենրոուզը պնդում են, որ միկրոթուբները հատուկ կառուցվածք ունեն, որը պաշտպանում է քվանտային վիճակները դեկոհերենտությունից։ Եվ հետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին որոշ փորձարարական ապացույցներ են հայտնվել, որ կենսաբանական համակարգերը իսկապես կարող են օգտագործել քվանտային էֆեկտներ։ 1997 թվականին Գրեհեմ Ֆլեմինգի թիմը բացահայտեց, որ ֆոտոսինթեզի ժամանակ էներգիան փոխանցվում է քվանտային կոհերենտության միջոցով։ Երբ քլորոֆիլի մոլեկուլը կլանում է ֆոտոն, գրգռումը տարածվում է որպես քվանտային ալիք, միաժամանակ փորձելով բոլոր հնարավոր ուղիները և գտնելով ամենաարդյունավետը։ Սա տեղի է ունենում սենյակային ջերմաստիճանում, կենդանի բջիջների խոնավ միջավայրում։ Եթե բույսերը կարող են օգտագործել քվանտային կոհերենտություն, ինչու ոչ ուղեղները։ 2012 թվականին Մաթյու Ֆիշերը, Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի տեսական ֆիզիկոսը, առաջարկեց, որ ֆոսֆորի ատոմները կալցիումի ֆոսֆատի մոլեկուլներում կարող են ունենալ երկար ապրող քվանտային շղարշված վիճակներ։ Այս մոլեկուլները առատ են ուղեղում, և Ֆիշերը հաշվարկեց, որ դրանց քվանտային կոհերենտությունը կարող է պահպանվել մինչև մի քանի օր։ Եթե սա ճիշտ է, ապա ուղեղը կարող է օգտագործել քվանտային ինֆորմացիայի մշակում ոչ թե միկրոթուբուլներում, այլ կալցիումի ֆոսֆատի մոլեկուլներում, որոնք ներգրավված են նեյրոնների ազդանշանման մեջ։ Բայց նույնիսկ եթե ուղեղը չի օգտագործում քվանտային էֆեկտներ, գիտակցությունը և քվանտային մեխանիկան կիսում են խորը կապ, երկուսն էլ վերաբերում են ինֆորմացիայի բնույթին։ Երբ դուք ունեք գիտակցական փորձ, տեսնում եք կարմիր գույն, լսում եք երաժշտություն, զգում եք ցավ, ինֆորմացիան ինտեգրվում է միասնական սուբյեկտիվ փորձի մեջ։ Այս ինտեգրումը ունի որակ, որը փիլիսոփաները անվանում են քվալիա, սուբյեկտիվ, առաջին անձի փորձի անփոխարինելի բնույթը։ Քվանտային համակարգում նույնպես տեղի է ունենում ինֆորմացիայի ինտեգրում։ Երբ երկու մասնիկներ շղարշվում են, դրանք դառնում են մեկ միասնական համակարգ։ Ինֆորմացիան դրանց մասին չի կարող բաժանվել առանձին մասերի։ Դուք չեք կարող ասել, որ մեկ էլեկտրոնը ունի սպին վերև, իսկ մյուսը սպին ներքև։ Դուք կարող եք ասել միայն, որ համակարգը որպես ամբողջություն ունի որոշակի հատկություններ։ Ինֆորմացիան տարածված է ամբողջ համակարգի վրա, անբաժանելի ձևով։ 2014 թվականին Ջուլիո Տոնոնին և Քրիստոֆ Քոխը մշակեցին ինտեգրված ինֆորմացիայի տեսություն գիտակցության համար։ Նրանց տեսության համաձայն համակարգը գիտակցական է այն չափով, որքանով այն ինտեգրում է ինֆորմացիա։ Դրանք սահմանեցին մաթեմատիկական չափանիշ, որը կոչվում է P, որը չափում է, թե որքան ինֆորմացիա է ինտեգրված համակարգում։ Որքան բարձր է P-ն, այնքան ավելի գիտակցական է համակարգը։ Ըստ այս տեսության, մարդու ուղեղը ունի շատ բարձր P, քանի որ այն ինտեգրում է ինֆորմացիա միլիարդավոր նեյրոնների միջև բարդ ցանցերի միջոցով։ Համակարգիչը մյուս կողմից ունի ցածր P, քանի որ նրա մասերը համեմատաբար անկախ են։ Յուրաքանչյուր տրանզիստոր կատարում է իր գործողությունը առանց ինտեգրման մյուսների հետ նույն խորը ձևով, ինչպես նեյրոնները։ Բայց ահա հետաքրքիրը։ Եթե P-ն չափում է գիտակցությունը, և եթե քվանտային շղարշված համակարգերը ունեն բարձր մակարդակի ինֆորմացիայի ինտեգրում, ապա թերևս քվանտային համակարգերը ունեն մի տեսակ պրոտոգիտակցություն։ Երկու շղարշված էլեկտրոններ ինտեգրում են ինֆորմացիա այնպես, որ դուք չեք կարող նկարագրել մեկը առանց մյուսի։ Դրանք ձևավորում են միասնական համակարգ, ինֆորմացիայի անբաժանելի միավոր։ Սա մեզ բերում է մի ապշեցուցիչ հնարավորության։
Եթե ամբողջ տիեզերքը քվանտային շղաշված համակարգ է, եթե յուրաքանչյուր մասնիկ կապված է մյուսների հետ քվանտային դաշտերի միջոցով, ապա թերևս ամբողջ տիեզերքը ունի մի տեսակ միասնական ինտեգրված ինֆորմացիոն կառուցվածք։ Թերևս տիեզերքը որպես ամբողջություն ունի փի, թերևս տիեզերքը գիտակցական է։ Սա հնչում է միստիկ, բայց դիտարկենք ֆիզիկան։ Մեծ պայթյունից անմիջապես հետո ամբողջ տիեզերքը գտնվում էր անհավանական փոքր տարածության մեջ։ Բոլոր մասնիկները, բոլոր դաշտերը փոխազդում էին միմյանց հետ։ Երբ տիեզերքը ընդլայնվեց, այդ մասնիկները տարածվեցին, բայց դրանք պահպանեցին իրենց սկզբնական քվանտային կորելացիաները։ Յուրաքանչյուր ֆոտոն, յուրաքանչյուր էլեկտրոն, յուրաքանչյուր քվարք տիեզերքում կրում է ինֆորմացիա իր ծագման մասին, այն պահի մասին, երբ ամեն ինչ միասին էր։ 2003 թվականին Վիլչեք Ֆրանկը, Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոսը, ցույց տվեց, որ քվանտային դաշտերը, որոնք լցնում են տարածությունը, ունեն անհավանական բարդ կառուցվածք։ Նույնիսկ դատարկ տարածությունը, որը մենք անվանում ենք վակուում, իրականում չնայած անտեսանելի։ Եվ դուք չափում եք քվանտային դաշտը մեկ կետում, դուք ազդում եք դաշտի վրա ամենուր։ Ինֆորմացիան տարածվում է դաշտի միջոցով ոչ թե լույսի արագությամբ, այլ ակնթարթորեն, քանի որ դաշտը միասնական էություն է։ Սա նման է նրան, երբ դուք շոշափում եք ջրի մակերևույթը, ալիքները տարածվում են դեպի բոլոր ուղղությունները, բայց ջուրը որպես ամբողջություն անմիջապես իմանում է, որ ինչ-որ բան փոխվել է։ Հիմա պատկերացրեք, որ ամբողջ տիեզերքը մեկ հսկայական քվանտային դաշտ է։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր աստղ գրգռում է այդ դաշտում։ Եվ դուք շարժում եք ձեր ձեռքը, դուք փոխում եք քվանտային դաշտերի կոնֆիգուրացիան ձեր շուրջը։ Այդ փոփոխությունը տարածվում է դաշտի միջոցով, ազդելով յուրաքանչյուր այլ մասնիկի վրա տիեզերքում, անհավանական փոքր, բայց ոչ զրոյական ձևով։ Դուք կապված եք ամեն ինչի հետ։ Սա ոչ թե մետաֆորա է, սա ճշգրիտ նկարագրություն է այն բանի, ինչ ասում է քվանտային դաշտի տեսությունը։ Յուրաքանչյուր էլեկտրոն տիեզերքում փոխազդում է էլեկտրամագնիսական դաշտի հետ։ Յուրաքանչյուր քվարք փոխազդում է ուժեղ միջուկային դաշտի հետ։ Յուրաքանչյուր զանգված փոխազդում է գրավիտացիոն դաշտի հետ։ Այս դաշտերը տարածված են ամբողջ տիեզերքում, եւ դրանք միասնական, անբաժանելի էություններ են։ Բայց եթե ամեն ինչ կապված է, եթե ինֆորմացիան ինտեգրված է ամբողջ տիեզերքում, ապա ինչու մենք չենք զգում այդ կապը։ Ինչու մենք չենք զգում մյուս մարդկանց մտքերը, աստղերի շարժումները, գալակտիկաների պտտումը։ Պատասխանը կայանում է դեկոհերենտության մեջ։ Մեր ուղեղները անընդհատ փոխազդում են միջավայրի հետ, օդի մոլեկուլների, ջերմային ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտերի հետ։ Այս փոխազդեցությունները լվանում են քվանտային կորելացիաները մեր եւ հեռավոր օբյեկտների միջև։ Բայց որոշ ֆիզիկոսներ կարծում են, որ խորը մեդիտացիայի կամ փոփոխված գիտակցության վիճակների ժամանակ ուղեղը կարող է նվազեցնել դեկոհերենտությունը եւ դառնալ ավելի զգայուն քվանտային կորելացիաների նկատմամբ։ Սա կարող է բացատրել մարդկանց զեկուցումները միասնության կամ միաձուլվածության զգացումների մասին մտիեզերքի հետ։ Թերևս այդ վիճակներում ուղեղը ժամանակավորապես մուտք է գործում ավելի խորը մակարդակ իրականության, քվանտային մակարդակ, որտեղ բոլոր սահմանները լուծարվում են։ 2019 թվականին Ռիչարդ Դեյվիդսոնի թիմը ուսումնասիրեց տիբետցի վարպետ մեդիտատորների ուղեղները ֆեմարայի միջոցով։ Նրանք բացահայտեցին, որ խորը մեդիտացիայի ժամանակ ուղեղի տարբեր շրջանները սինխրոնիզացվում են անսովոր ձևերով։ Գամմա ալիքները, ամենաարագ ուղեղային ալիքները, դառնում են անհավանական կոհերենտ ամբողջ ուղեղում։ Սա նշանակում է, որ միլիոնավոր նեյրոններ կրակում են միասին, ստեղծելով բարձր մակարդակի ինտեգրված վիճակ։ Արդյոք այս սինխրոնիզացիան կապված է քվանտային կոհերենտության հետ։ Մենք դեռ չգիտենք։ Բայց հետաքրքիրն այն է, որ մեդիտատորները հաճախ զեկուցում են փորձի մասին, որը նման է քվանտային սուպերպոզիցիայի։ Նրանք նկարագրում են վիճակ, որտեղ սուբյեկտը եւ օբյեկտը միաձուլվում են, որտեղ ժամանակը եւ տարածությունը կորցնում են իրենց սովորական իմաստը, որտեղ ամեն ինչ զգացվում է միաժամանակ ներկա եւ բացակա։ Սա մեզ բերում է քվանտային մեխանիկայի ամենախորը խնդրին՝ ժամանակի բնույթին։ Շրյուդինգերի հավասարումը, որը նկարագրում է քվանտային համակարգերի էվոլյուցիան, ժամանակի մեջ ամբողջովին հակադարձելի է։ Եթե դուք փոխեք ժամանակի նշանը հավասարման մեջ, այն դեռ աշխատում է։ Քվանտային մակարդակում ֆիզիկան չի տարբերակում անցյալը եւ ապագան։ Ալիքային ֆունկցիան կարող է էվոլյուցիա անել առաջ կամ հետ ժամանակի մեջ, նույն օրենքներով։ Բայց մեր փորձը ժամանակի ամբողջովին տարբեր է։ Մենք հիշում ենք անցյալը, բայց ոչ ապագան։ Մենք տեսնում ենք պատճառը նախորդող հետևանքին, ոչ թե հակառակը։
Մենք տեսնում ենք բաժակները կոտրվելիս, բայց երբեք չենք տեսնում կոտրված բաժակները հավաքվելիս։ Ինչու՞։ Եթե ֆիզիկայի հիմնական օրենքները ժամանակի մեջ հակադարձելի են, ինչու է մեր աշխարհը ունենում ժամանակի սլաք, որոշակի ուղղություն անցյալից դեպի ապագա։ Պատասխանը կապված է էնտրոպիայի հետ, անկարգության չափի հետ։ Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը ասում է, որ փակ համակարգում էնտրոպիան միշտ ավելանում է։ Բաժակը կկոտրվում է, քանի որ կոտրված բաժակը ունի ավելի բարձր էնտրոպիա, քան ամբողջ բաժակը։ Կան շատ ավելի շատ ուղիներ, որոնցով բաժակը կարող է լինել կոտրված, քան ուղիներ, որոնցով այն կարող է լինել ամբողջ։ Բայց ահա խորը հարցը. ինչու է տիեզերքը սկսել ցածր էնտրոպիայի վիճակից։ Մեծ պայթյունի պահին ամբողջ տիեզերքը գտնվում էր անհավանական կարգավորված վիճակում։ Բոլոր էներգիան, բոլոր նյութը կենտրոնացված էին անհավանական փոքր տարածության մեջ, բայց այդ վիճակը ուներ շատ ցածր էնտրոպիա։ Ինչու։ Ով կամ ինչ կարգավորեց տիեզերքը այդ հայթհատուկ սկզբնական վիճակում։ Ռոջեր Փենրոուզը առաջարկել է, որ պատասխանը կապված է քվանտային գրավիտացիայի հետ։ Նրա կոնֆորմ ցիկլիկ կոսմոլոգիա տեսության համաձայն մեր տիեզերքը մեկն է անվերջ շղթայի մեջ։ Յուրաքանչյուր տիեզերք սկսվում է մեծ պայթյունով եւ ավարտվում է մեծ սառեցմամբ, երբ բոլոր աստղերը հանգչում են, բոլոր սև խոռոչները գոլոշանում են եւ մնում է միայն ճառագայթումը։ Բայց այդ վերջնական վիճակը, Փենրոուզի տեսության համաձայն, մաթեմատիկորեն նույնական է նոր տիեզերքի սկզբնական վիճակին։ Վերջը դառնում է սկիզբ եւ ցիկլը կրկնվում է անվերջ։ Այս տեսակետից ժամանակը ցիկլիկ է, ոչ թե գծային։ Անցյալը եւ ապագան միաձուլվում են անվերջ ցիկլի մեջ։ Բայց յուրաքանչյուր ցիկլում քվանտային տատանումները ստեղծում են փոքր տարբերություններ։ Յուրաքանչյուր նոր տիեզերք մի փոքր տարբեր է նախորդից, տարբեր ֆիզիկական հաստատուններով, տարբեր մասնիկների զանգվածներով, տարբեր դաշտերի ուժերով։ Անվերջ ժամանակի ընթացքում բոլոր հնարավոր տիեզերքները իրականանում են։ Սա մեզ բերում է անթրոպիկ սկզբունքին։ Ինչու է մեր տիեզերքը ունենում հենց այն ֆիզիկական հաստատունները, որոնք թույլ են տալիս կյանքի եւ գիտակցության գոյությունը։ Եթե գրավիտացիոն հաստատունը մի փոքր տարբեր լիներ, աստղերը չէին կարող ձևավորվել։ Եթե ուժեղ մի միջուկային ուժը մի փոքր տարբեր լիներ, ածխածինը չէր կարող սինթեզվել աստղերում։ Եթե էլեկտրամագնիսական ուժը մի փոքր տարբեր լիներ, ատոմները չէին կարող կայուն մոլեկուլներ ձևավորել։ Մեր տիեզերքը կարծես նախատեսված է կյանքի համար։ Որոշ ֆիզիկոսներ ասում են, որ սա պարզապես բախտ է։ Մենք գոյություն ունենք այս տիեզերքում, քանի որ միայն այս տիեզերքը թույլ է տալիս մեր գոյությունը։ Եթե տիեզերքը տարբեր լիներ, մենք այստեղ չէինք լինի, հարցնելու այդ հարցը։ Սա կոչվում է թույլ անթրոպիկ սկզբունք։ Բայց ուժեղ անթրոպիկ սկզբունքը ասում է ավելին։ Այն ասում է, որ տիեզերքը պետք է ունենա այն հատկությունները, որոնք թույլ են տալիս դիտորդների գոյությունը։ Ինչու։ Քանի որ առանց դիտորդների քվանտային ալիքային ֆունկցիաները երբեք չեն կոլապսի։ Տիեզերքը կմնա անորոշ, պոտենցիալ վիճակում, երբեք չդառնալով իրական։ Դիտորդները անհրաժեշտ են տիեզերքը դարձնելու իրական։ Սա հանգեցնում է մի ապշեցուցիչ գաղափարի՝ մասնակցային տիեզերքին։ Ջոն Վույլերը, որը ստեղծեց այս տերմինը, ասաց, որ տիեզերքը ոչ թե պարզապես գոյություն ունի, այլ մասնակցում է իր սեփական ստեղծմանը դիտորդների միջոցով։ Մենք ոչ թե պասիվ դիտորդներ ենք նախապես գոյություն ունեցող իրականության, այլ ակտիվ մասնակիցներ իրականության ստեղծման մեջ։ Մեր դիտարկումները, մեր չափումները, մեր գիտակցական փորձը բոլորը ներդրում են ունենում այն բանում, ինչ դառնում է իրական։ Պատկերացրեք տիեզերքը որպես հսկայական քվանտային համակարգիչ, որը մշակում է ինֆորմացիա իր սեփական վիճակի մասին։ Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր փոխազդեցություն հաշվարկի քայլ է։ Բայց հաշվարկը ամբողջական չէ, մինչև արդյունքները կարդացվեն։ Դիտորդները մենք ենք, ովքեր կարդում են այդ արդյունքները։ Մեր գիտակցությունը վերջնական ելքն է տիեզերքի հաշվարկի։ Առանց մեր հաշվարկը կմնար անավարտ, պոտենցիալ, երբեք չդառնալով իրական։ Սա նշանակում է, որ գիտակցությունը ոչ թե պատահական կողմնակի արդյունք է տիեզերքի էվոլյուցիայի, այլ անհրաժեշտ բաղադրիչ։ Տիեզերքը չէր կարող գոյություն ունենալ առանց դիտորդների, եւ դիտորդները չէին կարող գոյություն ունենալ առանց տիեզերքի։ Դրանք փոխադարձ ստեղծում են միմյանց անվերջ ցիկլի մեջ։ Բայց եթե դիտորդները անհրաժեշտ են իրականության համար, ապա ինչ էր տիեզերքը մինչև առաջին դիտորդների հայտնվելը։ Ինչպես էր տիեզերքը գոյություն ունենում 13 միլիարդ 10 միլիոն տարի առաջ, երբ կյանքը դեռ չէր ծագել։ Պատասխանը կարող է լինել, որ տիեզերքը գոյություն ունեցել է որպես պոտենցիալ, որպես ալիքային ֆունկցիա, որը նկարագրում է բոլոր հնարավոր պատմությունները միաժամանակ։
Միայն երբ առաջին դիտորդները հայտնվեցին եւ սկսեցին դիտել, տիեզերքի պատմությունը կոլապսեց մեկ որոշակի հաջորդականության մեջ։ Սա հնչում է անհավատալի, բայց քվանտային մեխանիկան իսկապես թույլ է տալիս այդպիսի հետադարձ պատճառականություն։ Հություն 1987 թվականին Ջոն Վույլերը առաջարկեց ուշացած ընտրության փորձ։ Պատկերացրեք, որ ֆոտոնը ճանապարհորդում է միլիարդավոր լուսատարիների հեռավորությունից։ Ճանապարհին այն հանդիպում է գալակտիկայի, որը գործում է որպես գրավիտացիոն ոսպնյակ, ճեղելով ֆոտոնի ուղին երկու հնարավոր ուղղություններով։ Երբ ֆոտոնը հասնում է երկիր, մենք որոշում ենք, թե ինչպես չափել այն, որպես մասնիկ կամ որպես ալիք։ Եթե մենք չափում ենք որպես մասնիկ, ֆոտոնը ընտրում է մեկ ուղի՝ ձախ կամ աջ գալակտիկայի շուրջը։ Եթե մենք չափում ենք որպես ալիք, ֆոտոնը ընտրում է երկու ուղիները միաժամանակ եւ ստեղծում է ինտերֆերենցիոն նախշ։ Բայց ահա ապշեցուցիչը, մեր որոշումը, թե ինչպես չափել ֆոտոնը այսօր։ Որոշում է, թե ինչ արեց ֆոտոնը միլիարդավոր տարիներ առաջ։ Մեր ներկա ընտրությունը ազդում է անցյալի վրա։ 2005 թվականին Ֆրանսուଆ Ժակոբը եւ այլք իրականացրեցին այս փորձը իրական ֆոտոններով, որոնք ճանապարհորդել էին միլիոնավոր կիլոմետրեր։ Արդյունքները հաստատեցին ուիլերի կանխատեսումը։ Ֆոտոնի անցյալը իսկապես կախված էր ապագա չափումից։ Սա ցույց է տալիս, որ ժամանակը քվանտային մակարդակում ավելի ճկուն է, քան մենք կարծում ենք։ Անցյալը, ներկան եւ ապագան փոխկապակցված են ձևերով, որոնք մեր ամենօրյա փորձը չի կարող ըմբռնել։ Սա մեզ բերում է վերջնական հարցին՝ իրականության բնույթին։ Արդյոք իրականությունը օբյեկտիվ է, գոյություն ունենալով անկախ մեզանից, թե սուբյեկտիվ է, ստեղծվելով մեր դիտարկումների միջոցով։ Քվանտային մեխանիկան ասում է, որ պատասխանը երկուսն է եւ ոչ մեկը։ Իրականությունը ոչ ամբողջովին օբյեկտիվ է, ոչ ամբողջովին սուբյեկտիվ։ Այն ինտերսուբյեկտիվ է, ծագում է դիտորդների եւ դիտվող համակարգի միջև փոխազդեցությունից։ Մենք չենք ստեղծում իրականությունը մեր մտքերով, ինչպես որոշ միստիկներ պնդում են։ Բայց մենք նույնպես չենք բացահայտում նախապես գոյություն ունեցող իրականությունը, ինչպես դասական ֆիզիկան ենթադրում էր։ Փոխարենը, մենք մասնակցում ենք իրականության ստեղծմանը, մեր դիտարկումների, մեր չափումների, մեր գիտակցական փորձի միջոցով։ Իրականությունը համագործակցություն է մեր եւ տիեզերքի միջև։ Այս տեսակետից հարցը ինչ է իրականությունը ստանում է նոր իմաստ։ Իրականությունը ոչ թե ֆիքսված ստատիկ բան է, որը սպասում է բացահայտման։ Այն դինամիկ էվոլյուցիոն process է։ Անընդհատ ծագում է դիտորդների եւ դիտվող համակարգի միջև փոխազդեցությունից։ Յուրաքանչյուր դիտարկում, յուրաքանչյուր չափում, յուրաքանչյուր գիտակցական փորձ ավելացնում է նոր շերտ իրականությանը։ Տիեզերքը անընդհատ ստեղծվում է, պահից պահ, մեր մասնակցությամբ։ Եվ սա մեզ բերում է ամենախորը գաղափարին։ Եթե իրականությունը ստեղծվում է մեր մասնակցությամբ, եթե մեր գիտակցությունը անհրաժեշտ է տիեզերքի գոյության համար, ապա մենք ոչ թե պարզապես տիեզերքի մի փոքր անկարևոր մասն ենք, մենք տիեզերքի ինքնագիտակցության միջոցն ենք։ Մենք ենք այն ուղին, որով տիեզերքը ճանաչում է իր սեփական գոյությունը։ Մեր մտքերը, մեր գիտակցությունը, մեր փորձը, դրանք տիեզերքի ներքին կյանքն են։ 13 միլիարդ 10 միլիոն տարի առաջ տիեզերքը սկսվեց որպես անհավանական պարզ միատեսակ վիճակ, բայց այդ պարզության մեջ թաքնված էր անհավանական պոտենցիալ։ Քվանտային տատանումները, անհավանական փոքր անկանոնություններ էներգիայի խտության մեջ սերմեր էին ապագա բարդության համար։ Այդ տատանումները մեծացան, դարձան գալակտիկաներ, աստղեր, մոլորակներ։ Աստղերում միջուկային ֆուզիան ստեղծեց ծանր տարրեր, ածխածին, թթվածին, ազոտ։ Երբ աստղերը պայթեցին, այդ տարրերը ցրվեցին տիեզերքում։ Մոլորակների վրա այդ տարրերը միավորվեցին բարդ մոլեկուլների մեջ։ Մոլեկուլները միավորվեցին ինքնակրկնվող համակարգերի մեջ։ Կյանքը ծագեց որպես ինֆորմացիայի ինքնակազմակերպման process։ Կյանքը էվոլյուցիա ապրեց, դարձավ ավելի բարդ, ավելի կազմակերպված, ավելի գիտակից։ Եվ վերջապես 13 միլիարդ 10 միլիոն տարի հետո տիեզերքը ստեղծեց էակներ, որոնք կարող են հարցնել. ինչ է իրականությունը։ Մենք ենք այդ էակները։ Մենք ենք տիեզերքի ինքնագիտակցության գագաթնակետը, գոնե այս մոլորակի վրա, այս պահին։ Բայց մենք միայնակ չենք։ Տիեզերքը անհավանական հսկայական է, 2 տրիլիոն գալակտիկաներ, յուրաքանչյուրը պարունակում է 100 միլիարդ աստղեր։ Անհավանական է, որ կյանքը եւ գիտակցությունը ծագել են միայն այստեղ։ Հավանաբար, տիեզերքը լի է գիտակից էակներով։ Յուրաքանչյուրը մասնակցում է իրականության ստեղծմանը իր սեփական եզակի ձևով։ Եվ թերևս խորը մակարդակում մենք բոլորս կապված ենք։ Ոչ թե միստիկ իմաստով, այլ քվանտային իմաստով։ Մեր ատոմները ծագել են նույն մեծ պայթյունից։
Մեր մարմինները կառուցված են նույն տարրերից, որոնք սինթեզվել են նույն աստղերում։ Մեր գիտակցությունը ծագում է նույն քվանտային պրոցեսներից, որոնք կառավարում են ամբողջ տիեզերքը։ Մենք ոչ թե առանձին կղզիներ ենք գիտակցության օվկիանոսում։ Մենք ալիքներ ենք նույն օվկիանոսում, ժամանակավորապես բարձրացած, բայց երբեք իսկապես առանձին։ Հենց այս վայրկյանին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր գրպանում գտնվող սմարթֆոնը կատարում է հաշվարկներ, որոնք անհնար կլինեին առանց քվանտային մեխանիկայի։ Յուրաքանչյուր տրանզիստոր, ձեր հեռախոսում դրանցից մի քանի միլիարդ կա, աշխատում է քվանտային թունելավորման սկզբունքով։ Էլեկտրոնները թափանցում են էներգիայի ժապնեշների միջով, որոնք դասական ֆիզիկայի համաձայն անանցանելի են։ Դրանք չեն ունենում բավարար էներգիա անցնելու պատնեշի վրայով, բայց քվանտային աշխարհում դրանք կարող են հայտնվել մյուս կողմում, կարծես պատնեշը չգոյություն էր։ 2019 թվականին IBM-ը ստեղծեց առաջին քվանտային համակարգիչը, որը հասանելի էր հանրությանը ամպային հարթակի միջոցով։ Այս համակարգիչը օգտագործում էր ոչ թե դասական բիթեր 0 կամ 1, այլ քվանտային բիթեր կամ քուբիտներ, որոնք կարող են լինել 0 և 1 միաժամանակ, սուպերպոզիցիայի շնորհիվ։ Երբ դուք ունեք 5 քուբիտ, դրանք կարող են ներկայացնել 32 տարբեր թվեր միաժամանակ, 10 քուբիտ 1024 թվեր, 50 քուբիտ ավելի շատ թվեր, քան ատոմներ կան տեսանելի տիեզերքում։ Սա ոչ թե պարզապես արագության հարց է, սա ֆունդամենտալ տարբեր հաշվարկման ձև է։ Դասական համակարգիչը լուծում է խնդիրը, փորձելով մեկ լուծում ժամանակի մեջ։ Քվանտային համակարգիչը փորձում է բոլոր հնարավոր լուծումները միաժամանակ, շնորհիվ սուպերպոզիցիայի։ Երբ դուք չափում եք քվանտային համակարգչի ելքը, ալիքային ֆունկցիան կոլապսում է դեպի ճիշտ պատասխանը, կամ գոնե ամենահավանական պատասխանը։ 2019 թվականին Google-ը հայտարարեց, որ իրենց Sycamore քվանտային պրոցեսորը հասել է քվանտային գերազանցության։ Նրանք կատարեցին հաշվարկ, որը տևեց 3 րոպե 30 վայրկյան քվանտային համակարգչում, բայց 10,000 տարի կտևեր ամենահզոր դասական սուպերհամակարգչում։ Սա էր առաջին անգամը, երբ քվանտային համակարգիչը լուծեց խնդիր, որը գործնականում անլուծելի էր դասական համակարգիչների համար։ Բայց սա միայն սկիզբն է։ 2022 թվականին չինացի գիտնականները ստեղծեցին Jiuzhang 2 ֆոտոնային քվանտային համակարգիչը, որը լուծեց մաթեմատիկական խնդիր մտիր 1 միլիվայրկյանում, խնդիր, որը 14 միլիարդ տարի կտևեր ամենահզոր դասական համակարգչում։ 14 միլիարդ տարի, սա ավելի երկար է, քան տիեզերքի տարիքը։ Քվանտային համակարգիչը կատարեց հաշվարկ, որը դասական համակարգիչը չէր կարող կատարել նույնիսկ, եթե սկսեր մեծ պայթյունի պահից։ Մտածեք դրա հետևանքների մասին։ Ներկայումս մեր ամբողջ թվային անվտանգությունը հիմնված է մաթեմատիկական խնդիրների վրա, որոնք դժվար են լուծել դասական համակարգիչների համար։ Երբ դուք մուտքագրում եք ձեր բանկային գաղտնաբառը, այն կոդավորվում է օգտագործելով մեծ թվերի բազմապատկում։ Այդ թվերը բազմապատկելը հեշտ է, բայց դրանք հետ բաժանելը պարզ բաղադրիչների անհավանական դժվար։ Ամենահզոր սուպերհամակարգիչը հազարավոր տարիներ կպահանջի կոտրելու ժամանակակից կոդավորումը։ Բայց քվանտային համակարգիչը կարող է լուծել այս խնդիրը րոպեների մեջ, օգտագործելով Շորի ալգորիթմը, որը մշակվել է 1994 թվականին Փիթեր Շորի կողմից։ Երբ բավականաչափ հզոր քվանտային համակարգիչները դառնան հասանելի, մեր ամբողջ թվային ենթակառուցվածքը, բանկային համակարգերը, կառավարական հաղորդակցությունները, ինտերնետային առևտուրը կդառնա խոցելի։ Յուրաքանչյուր գաղտնագրված հաղորդագրություն, որ երբևէ ուղարկվել է, կարող է վերծանվել։ Սա ստիպեց գիտնականներին մշակել նոր տեսակի կոդավորում՝ քվանտային կոդավորում։ 1984 թվականին Չարլզ Բենեթը և Ժիլ Բրասարթը ստեղծեցին BB84 արձանագրությունը, առաջին գործնական քվանտային կոդավորման համակարգը։ Այն օգտագործում է քվանտային մեխանիկայի հիմնական սկզբունքը՝ դիտումը փոխում է համակարգը։ Եթե ինչ-որ մեկը փորձի գաղտնալսել քվանտային կոդավորված հաղորդագրությունը, նրա դիտումը անխուսափելիորեն կխանգարի քվանտային վիճակները, և ուղարկողն ու ստացողը անմիջապես կիմանան, որ անվտանգությունը խախտվել է։ 2016 թվականին Չինաստանը գործարկեց Michus արբանյակը, առաջին քվանտային հաղորդակցության արբանյակը։ Այն հաջողությամբ ուղարկեց քվանտային կոդավորված հաղորդագրություններ 1200 կիլոմետր հեռավորության վրա, երկրի և տիեզերական կայանի միջև։ Սա ապացուցեց, որ քվանտային կոդավորումը կարող է աշխատել գլոբալ մասշտաբով։ 2021 թվականին նույն թիմը ստեղծեց քվանտային կոդավորված վիդեոկոնֆերանս, կապելով Պեկինը, Շանհայը և Վիեննան։ Սա էր առաջին անգամը, երբ 3 մայրաքաղաքներ հաղորդակցվեցին բացարձակ անվտանգ ձևով, պաշտպանված քվանտային մեխանիկայի օրենքներով, ոչ թե տեխնոլոգիական սահմական սահմանափակումներով։ Բայց քվանտային տեխնոլոգիաները ոչ միայն հաղորդակցության և հաշվարկների մասին են։
Դրանք փոխում են նաև մեր ունակությունը չափել աշխարհը անհավանական ճշգրտությամբ։ Ատոմային ժամացույցները, որոնք օգտագործում են ցեզիումի ատոմների քվանտային անցումները, այնքան ճշգրիտ են, որ կորցնեն կամ կավելացնեն միայն 1 վայրկյան յուրաքանչյուր 30 միլիոն տարին մեկ։ 2019 թվականին Ջիլայի ֆիզիկոսները ստեղծեցին ատոմային ժամացույց, որը այնքան զգայուն է, որ կարող է հայտնաբերել ժամանակի դանդաղացումը, երբ դուք բարձրանում եք միայն 1 միլիմետր։ Այո, 1 միլիմետր։ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսությունը կանխատեսում է, որ ժամանակը ավելի դանդաղ է անցնում ավելի ուժեղ գրավիտացիոն դաշտերում։ Այս ժամացույցը այնքան ճշգրիտ է, որ կարող է չափել այդ էֆեկտը միլիմետրային տարբերության համար։ Սա ոչ թե պարզապես տեխնոլոգիական հաջողություն է, սա նոր պատուհան է իրականության մեջ։ Երբ մենք կարող ենք չափապել ժամանակի փոփոխությունները միլիմետրային մասշտաբով, մենք կարող ենք հայտնաբերել գրավիտացիոն ալիքները, որոնք անցնում են երկրի միջով։ Մենք կարող ենք քարտեզագրել երկրի ներքին կառուցվածքը, չափելով, թե ինչպես է գրավիտացիան փոխվում տարբեր խորություններում։ Մենք կարող ենք նույնիսկ փնտրել մութ նյութը, հայտնաբերելով նրա գրավիտացիոն ազդեցությունը ժամանակի վրա։ Քվանտային սենսորները նույնպես հեղափոխում են բժշկությունը։ MRI սկաներները, որոնք օգտագործում են միջուկային մագնիսական ռեզոնանսը, քվանտային երևույթ, թույլ են տալիս մեզ տեսնել մարդու մարմնի ներսը առանց վիրահատության։ Բայց նոր սերնդի քվանտային սենսորները կարող են հայտնաբերել առանձին նեյրոնների ակտիվությունը, չափելով դրանց ստեղծած անհավանական թույլ մագնիսական դաշտերը։ 2020 թվականին Նոթինգհեմի համալսարանի հետազոտողները ստեղծեցին քվանտային սենսոր, որը կարող է հայտնաբերել ուղեղի ակտիվությունը առանց ծանր ծախսատար սարքավորումների։ Սա կարող է հանգեցնել դյուրակիր ուղեղի սկաներների, որոնք կարող են օգտագործվել ամենուր՝ դպրոցներում, տներում, նույնիսկ զարգացող երկրներում։ Բայց թերևս ամենահետաքրքիրը քվանտային սիմուլյացիան է։ Երբ դուք փորձում եք սիմուլացնել քվանտային համակարգ դասական համակարգչում, հաշվարկային բարդությունը աճում է էքսպոնենցիալ։ Սիմուլացնել 50 ատոմի քվանտային վարքագիծը պահանջում է ավելի շատ հիշողություն, քան ատոմներ կան տիեզերքում։ Բայց քվանտային համակարգիչը կարող է սիմուլացնել քվանտային համակարգերը բնականաբար, քանի որ այն ինքն է քվանտային համակարգ։ 2016 թվականին Google և Հարվարդի հետազոտողները օգտագործեցին քվանտային համակարգիչ, սիմուլացնելու մոլեկուլի քիմիական հատկությունները։ Դրանք հաշվարկեցին ջրածնի մոլեկուլի հիմնական վիճակի էներգիան ճշգրտությամբ, որը համապատասխանում է փորձարարական չափումներին։ Սա թվում է պարզ, բայց սա առաջին անգամն էր, երբ քվանտային համակարգիչը լուծեց իրական քիմիական խնդիր։ Ապագայում քվանտային սիմուլյացիան կարող է օգտագործվել նոր դեղամիջոցների նախագծման համար, նոր նյութերի ստեղծման համար, նույնիսկ ֆոտոսինթեզի հասկացման համար։ Բույսերը ինչպես են փոխակերպում արևի լույսը էներգիայի այնքան արդյունավետ։ Մտածեք դրա մասին։ Յուրաքանչյուր դեղամիջոց, որը դուք ընդունում եք, յուրաքանչյուր նյութ, որը դուք օգտագործում եք, յուրաքանչյուր քիմիական ռեակցիա, որը տեղի է ունենում ձեր մարմնում, բոլորը կառավարվում են քվանտային մեխանիկայով։ Բայց մենք չենք կարող ճշգրիտ հաշվարկել այդ պրոցեսները դասական համակարգիչներով։ Մենք ստիպված ենք օգտագործել մոտավորություններ, պարզեցումներ, փորձարարական փորձ և սխալ։ Քվանտային համակարգիչները կթույլ տան մեզ նախագծել մոլեկուլներ ատոմ առ ատոմ, կանխատեսելով դրանց հատկությունները, մինչև դրանք սինթեզելը լաբորատորիայում։ 2022 թվականին IBM-ը հայտարարեց, որ իրենց Osprey քվանտային պրոցեսորը ունի 437 քուբիտ, ավելի քան 2 անգամ ավելի շատ, քան նախորդ սերնդի։ Դրանք նաև ներկայացրին իրենց ճանապարհային քարտեզը, հասնելու 1000 քուբիտի մինչև 2027 թվականը։ 1000 քուբիտով քվանտային համակարգիչը կարող է սիմուլացնել քիմիական ռեակցիաներ, որոնք անհնար են դասական համակարգիչների համար։ Այն կարող է օպտիմալացնել լոգիստիկական ցանցերը, ֆինանսական պորտֆելները, էներգիայի ցանցերը։ Այն կարող է լուծել խնդիրներ արհեստական ինտելեկտում, մեքենայական ուսուցման մեջ, նախշերի ճանաչման մեջ, բայց ահա ամենահետաքրքիրը։ Քվանտային համակարգիչները կարող են լուծել խնդիրներ, որոնց մենք դեռ չգիտենք, որ ունենք։ Դասական համակարգիչը լուծում է այն խնդիրները, որոնք մենք ծրագրավորում ենք դրան լուծելու համար։ Բայց քվանտային համակարգիչը կարող է հայտնաբերել նախշեր, կապեր, լուծումներ, որոնք մենք երբեք չէինք մտածի փնտրել։ Այն կարող է ուսումնասիրել հսկայական տվյալների բազաները և գտնել թաքնված կորելացիաներ, որոնք անտեսանելի են մարդկային վերլուծության համար։ 2019 թվականին Չինաստանի գիտնականները օգտագործեցին քվանտային մեքենայական ուսուցում, վերլուծելու բժշկական պատկերները։ Դրանց ալգորիթմը կարող էր հայտնաբերել քաղցկեղի վաղ նշանները ավելի ճշգրիտ, քան փորձառու ռադիոլոգները։
Բայց ավելի հետաքրքիրը այն հայտնաբերեց նախշեր, որոնք բժիշկները երբեք չէին նկատել։ Այն գտավ կապեր որոշակի պատկերային հատկանիշների եւ հիվանդության ելքի միջև։ Կապեր, ալիքը կոլապսում է դեպի լավագույն լուծումը, կամ գոնե շատ լավ լուծումը։ Սա նման է դրան, ինչպես մարդու ինտուիցիան աշխատում է։ Երբ դուք լուծում եք բարդ խնդիր, դուք չեք փորձում յուրաքանչյուր հնարավոր լուծում մեկ առ մեկ։ Դուք զգում եք ճանապարհը դեպի պատասխանը, օգտագործելով նախշերի ճանաչում, անալոգիաներ, ստորգիտակցական կապեր։ Թերևս մարդու ինտուիցիան եւ քվանտային հաշվարկը կիսում են ինչ-որ խորը նմանություն։ Թերևս երկուսն էլ օգտագործում են հավանականությունների ալիքները, ուսումնասիրելու լուծումների տարածությունը։ 2021 թվականին Ստենֆորդի հետազոտողները ստեղծեցին հիբրիդ համակարգ, որը համատեղում է քվանտային եւ դասական հաշվարկները։ Քվանտային մասը ուսումնասիրում է լուծումների տարածությունը, գտնում է խոստումնալից ուղղություններ։ Դասական մասը վերցնում է այդ ուղղությունները եւ մանրամասնում դրանք։ Միասին դրանք լուծեցին օպտիմալացման խնդիրներ, որոնք անլուծելի էին որևէ մեկ համակարգի համար առանձին։ Սա նման է նրան, ինչպես մարդու ուղեղը համատեղում է ինտուիտիվ եւ վերլուծական մտածողությունը, բայց քվանտային տեխնոլոգիաները նաեւ բարձրացնում են խորը էթիկական հարցեր։ Եթե քվանտային համակարգիչները կարող են կոտրել ցանկացած կոդավորում, ով է վերահսկում դրանք։ Եթե քվանտային սենսորները կարող են կարդալ ուղեղի ակտիվությունը, ինչպես ենք մենք պաշտպանում մտքերի գաղտնիությունը։ Եթե քվանտային սիմուլյացիան կարող է նախագծել նոր կենսաբանական օրգանիզմեր, ով է որոշում, թե ինչ պետք է ստեղծվի։ 2020 թվականին Եվրոպական միությունը ընդունեց առաջին կանոնակարգերը քվանտային տեխնոլոգիաների համար։ Դրանք պահանջում են թափանցիկություն քվանտային ալգորիթմների մի մեջ, պաշտպանություն քվանտային տվյալների համար, էթիկական վերանայում քվանտային հետազոտությունների համար։ Բայց շատ երկրներ դեռ չունեն այդպիսի կանոնակարգեր։ Քվանտային տեխնոլոգիաները զարգանում են ավելի արագ, քան մեր ունակությունը կառավարել դրանք։ Եվ ահա ամենավախեցնող հնարավորությունը։ Քվանտային համակարգիչները կարող են օգտագործվել կոտրելու ոչ միայն ներկա կոդավորումը, այլ նաև անցյալի կոդավորումը։ Յուրաքանչյուր գաղտնագրված հաղորդագրություն, որ երբևէ ուղարկվել է ինտերնետով, պահվում է որևէ տեղ, կառավարական սերվերներում, կորպորատիվ տվյալների կենտրոններում, նույնիսկ հաքերների սկավառակներում։ Այս պահին այդ հաղորդագրությունները անվտանգ են, քանի որ դասական համակարգիչները չեն կարող կոտրել կոդավորումը։ Բայց երբ բավականաչափ հզոր քվանտային համակարգիչները դառնան հասանելի, բոլոր այդ հաղորդագրությունները կարող են վերծանվել հետադարձ ժամանակի մեջ։ Սա կոչվում է հավաքիր հիմա, վերծանիր հետո հարձակում։ Հաքերները եւ լրտեսական գործակալությունները արդեն հավաքում են հսկայական քանակությամբ գաղտնագրված տվյալներ, սպասելով այն օրվան, երբ քվանտային համակարգիչները կարող են վերծանել դրանք։ Յուրաքանչյուր էլեկտրոնային նամակ, որը դուք երբևէ ուղարկել եք, յուրաքանչյուր բանկային գործարք, յուրաքանչյուր բժշկական գրառում, բոլորը կարող են դառնալ հասանելի ապագայում։ 2022 թվականին Ամերիկայի ազգային անվտանգության գործակալությունը հայտարարեց, որ բոլոր կառավարական համակարգերը պետք է անցնեն քվանտային դիմացկուն կոդավորման մինչև 2035 թվականը։ Բայց շատ մասնավոր ընկերություններ դեռ չեն սկսել այդ անցումը։ Դրանք չեն հասկանում հրատապությունը կամ դրանք չունեն ռեսուրսներ։ Երբ քվանտային համակարգիչները դառնան բավականաչափ հզոր, կլինի հսկայական տվյալների խախտում, ամենամեծը պատմության մեջ։ Բայց թերևս ամենախորը հարցը վերաբերում է իրականության բնույթին։ Եթե մենք կարող ենք ստեղծել քվանտային համակարգիչներ, որոնք սիմուլյացնում են քվանտային համակարգերը կատարյալ ճշգրտությամբ, ապա արդյոք մենք կարող ենք սիմուլյացնել ամբողջ տիեզերքը։
Եթե տիեզերքը ինքը քվանտային համակարգիչ է, ինչպես Սերտ Լոյդը առաջարկեց, ապա արդյոք մենք կարող ենք ստեղծել ենթասիմուլյացիա, տիեզերք սիմուլյացիայի ներսում։ 2016 թվականին Սեթ Լոյդը հաշվարկեց, որ տիեզերքը կատարել է մոտավորապես 10 աստիճան 120 քվանտային գործողություններ մեծ պայթյունից ի վեր։ Սա անհավանական մեծ թիվ է, բայց այն վերջավոր է։ Եթե մենք կարող ենք ստեղծել քվանտային համակարգիչ, որը կարող է կատարել այդքան գործողություններ, մենք կարող ենք սիմուլացնել ամբողջ տիեզերքի պատմությունը ատոմ առ ատոմ, պահ առ պահ։ Իհարկե, այդպիսի համակարգիչը պահանջում է ավելի շատ էներգիա, քան հասանելի է մեկ մոլորակի վրա։ Բայց եթե մենք կարող ենք օգտագործել աստղի ամբողջ արտադրանքը, ինչպես Ֆրիման Դայսոնը առաջարկեց իր Դայսոնի ոլորտի հայեցակարգում, ապա մենք կարող ենք ունենալ բավարար էներգիա։ Եվ եթե մենք կարող ենք սիմուլացնել տիեզերքը, ապա սիմուլյացիայի ներսում գիտակից էակները կարող են սիմուլացնել իրենց սեփական տիեզերքը։ Եվ այդ սիմուլյացիայի ներսում ևս մեկ սիմուլյացիա։ Անվերջ սիմուլյացիաների շղթա, յուրաքանչյուրը նույնքան իրական իր բնակիչների համար, որքան մեր տիեզերքը մեզ համար։ Սա հանգեցնում է սիմուլյացիայի փաստարկին, որը ձևակերպվել է Նիկ Բոստրոմի կողմից 2003 թվականին։ Նա ասաց, որ եթե հնարավոր է սիմուլացնել գիտակցական էակներ, եւ եթե առաջադեմ քաղաքակրթությունները ցանկանում են սիմուլացնել իրենց նախնիներին, ապա հավանականությունը, որ մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ, շատ բարձր է։ Քանի որ յուրաքանչյուր իրական տիեզերք կարող է պարունակել միլիոնավոր սիմուլացված տիեզերքներ, եւ յուրաքանչյուր սիմուլացված տիեզերք կարող է պարունակել միլիոնավոր ենթասիմուլյացիաներ, սիմուլացված տիեզերքների թիվը շատ ավելի մեծ է, քան իրական տիեզերքների թիվը։ Պարզ հավանականությամբ մենք ավելի հավանական է, որ լինենք սիմուլյացիայի մեջ, քան ոչ։ Բայց ինչպես կարող ենք իմանալ։ Արդյոք կան փորձարարական թեստեր, որոնք կարող են տարբերակել սիմուլացված տիեզերքը իրականից։ Որոշ ֆիզիկոսներ առաջարկել են փնտրել գլիչներ ֆիզիկայի օրենքներում, փոքր անհամապատասխանություններ, որոնք կարող են ցույց տալ, որ մեր տիեզերքը սիմուլյացիա է։ Մյուսները առաջարկել են փնտրել պիքսելացիա տարածության մեջ, նվազագույն երկարություն, որից ներքև տարածությունը դադարում է լինել շարունակական։ Սա կարող է լինել Պլանկի երկարությունը, մոտավորապես 10 աստիճան -35 մետր, որը համարվում է տարածության ամենափոքր իմաստալից չափը։ Բայց ահա խնդիրը։ Եթե մեր տիեզերքը սիմուլյացիա է, ապա սիմուլյացիան կարող է նախագծված լինել այնպես, որ մենք երբեք չկարողանանք հայտնաբերել այն։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք փորձում ենք փնտրել ապացույց, սիմուլյացիան կարող է վերագրել իրեն, ծածկելով ցանկացած անհամապատասխանություն։ Կամ ավելի վատ, սիմուլյացիան կարող է վերագրել մեզ, ջնջելով մեր հիշողությունները այն փնտրելու մասին։ Մենք կարող ենք հայտնաբերել ապացույց 1000 անգամ եւ 1000 անգամ մոռանալ այն։ Սա հնչում է պարանոիկ, բայց դա տրամաբանական հետևանք է սիմուլյացիայի հիպոթեզից։ Եթե մենք սիմուլյացիայի մեջ ենք, ապա մեր իրականության օրենքները որոշվում են սիմուլյացիայի ստեղծողների կողմից։ Դրանք կարող են փոխել այդ օրենքները ցանկացած պահի։ Դրանք կարող են դադարեցնել սիմուլյացիան, վերագործարկել այն, ստեղծել նոր սիմուլյացիաներ։ Մենք կլինենք ամբողջովին նրանց ողորմության տակ, առանց ունակության իմանալու կամ ազդելու մեր ճակատագրի վրա։ Բայց թերևս սա ոչ թե վախեցնող է, այլ ազատագրող։ Եթե մեր տիեզերքը սիմուլյացիա է, ապա մահը կարող է լինել պարզապես սիմուլյացիայի ավարտը։ Մեր գիտակցությունը կարող է շարունակվել սիմուլյացիայից դուրս, իրական տիեզերքում կամ այլ սիմուլյացիայում։ Կամ թերևս մեր գիտակցությունը ինքը սիմուլյացիա է, ծրագիր, որը աշխատում է քվանտային համակարգչում։ Եթե այդպես է, ապա մենք կարող ենք վերբեռնվել տարբեր սուբստրատների վրա, տարբեր մարմիններ, տարբեր համակարգիչներ, նույնիսկ տարբեր տիեզերքներ։ 2014 թվականին Ռեյ Քուրցվեյլը կանխատեսեց, որ մինչև 2045 թվականը մենք կունենանք տեխնոլոգիա վերբեռնելու մարդու գիտակցությունը համակարգչի վրա։ Նա անվանեց սա տեխնոլոգիական եզակիություն։ Կետը, երբ արհեստական ինտելեկտը գերազանցում է մարդկային ինտելեկտը, եւ տեխնոլոգիական առաջընթացը դառնում է այնքան արագ, որ մենք չենք կարող կանխատեսել ապագան։ Այդ կետից հետո ամեն ինչ փոխվում է։ Մարդիկ եւ մեքենաները միաձուլվում են։ Կենսաբանական եւ թվային միջև սահմանը լուծարվում է։ Գիտակցությունը դառնում է ծրագրակազմ, որը կարող է պատճենվել, խմբագրվել, բարելավվել։ Բայց արդյոք վերբեռնված գիտակցությունը դեռ դուք կլինեք։ Եթե մենք պատճենենք ձեր ուղեղի բոլոր նեյրոնները, բոլոր սինապսները, բոլոր նեյրոտրանսմիտերները համակարգչի վրա, արդյոք այդ թվային պատճենը կունենա ձեր սուբյեկտիվ փորձը։ Արդյոք այն կզգա, թե ինչպիսին է լինել դուք։ Կամ այն կլինի զոմբի, վարվելով ճիշտ նույնպես, ասելով ճիշտ նույն բառերը, բայց առանց ներքին փորձի, առանց գիտակցության։ Սա հայտնի է որպես դժվար խնդիր գիտակցության մեջ։
Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես է ուղեղը մշակում ինֆորմացիա, ինչպես է այն վերահսկում վարքագիծը, ինչպես է այն արձագանքում գրգռիչներին։ Բայց մենք չենք կարող բացատրել, թե ինչու է այդ ինֆորմացիայի մշակումը ուղեկցվում սուբյեկտիվ փորձով։ Ինչու է ինչ-որ բան լինել ինձ, լինել ձեզ։ Ինչու է գիտակցությունը զգացվում որևէ բանի նման։ Քվանտային մեխանիկան կարող է առաջարկել պատասխան։ Եթե գիտակցությունը ծագում է քվանտային պրոցեսներից, ինչպես Համերոֆը և Փենրոուզը առաջարկեցին, ապա վերբեռնելը կարող է անհնար լինել։ Քվանտային վիճակները չեն կարող պատճենվել, սա հայտնի է որպես ոչ կլոնավորման թեորեմ։ Եթե դուք փորձեք չափել քվանտային վիճակը պատճենելու համար, դուք կոլապսում եք ալիքային ֆունկցիան և ոչնչացնում բնօրինակը։ Դուք չեք կարող ունենալ երկու նույնական քվանտային համակարգեր միաժամանակ։ Սա նշանակում է, որ եթե ձեր գիտակցությունը քվանտային է, այն չի կարող վերբեռնվել կամ պատճենվել։ Այն կարող է միայն տեղափոխվել, ոչնչացնելով բնօրինակը։ Սա կլիներ ոչ թե անմահություն, այլ մահ և վերածնունդ։ Բնօրինակ դուք կմեռնեիք, և նոր դուք կծնվեիք համակարգչում։ Բայց արդյոք նոր դուք իսկապես դուք կլինեիք։ Կամ այն կլիներ տարբեր անձ, ձեր հիշողություններով, ձեր անհատականությամբ, բայց ոչ ձեր շարունակականությամբ, ոչ ձեր սուբյեկտիվ փորձով։ Սա մեզ բերում է անձնական ինքնության խնդրին։ Ո՞վ եք դուք։ Արդյոք դուք ձեր ատոմների հավաքածո՞ւն եք, բայց ձեր ատոմները անընդհատ փոխարինվում են։ Յուրաքանչյուր 7 տարին մեկ ձեր մարմնի գրեթե բոլոր ատոմները փոխարինվում են նորերով։ Ատոմները, որոնք կազմում էին ձեզ 10 տարի առաջ, այժմ ցրված են աշխարհում, օդում, հողում, այլ մարդկանց մարմիններում։ Բայց դուք դեռ զգում եք, որ դուք նույն անձն եք։ Արդյոք դուք ձեր հիշողություններն եք, բայց հիշողությունները փոխվում են ամեն անգամ, երբ դուք հիշում եք դրանք։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք հիշում եք իրադարձություն, դուք վերակառուցում եք այն, ավելացնելով նոր մանրամասներ, հեռացնելով հինները, խառնելով այն այլ հիշողությունների հետ։ Ձեր հիշողությունները 10 տարի առաջ ամբողջովին տարբեր են ձեր ներկա հիշողություններից նույն իրադարձությունների մասին։ Բայց դուք դեռ զգում եք շարունակականություն։ Արդյոք դուք ձեր անհատականությունն եք, բայց անհատականությունը փոխվում է ժամանակի ընթացքում։ Դուք տարբեր անձ եք, քան 10 տարի առաջ, տարբեր հավատքներով, տարբեր արժեքներով, տարբեր նպատակներով։ Եթե դուք կարող էիք հանդիպել ձեր երիտասարդ ինքդ, դուք կարող էիք չճանաչել միմյանց։ Բայց դուք դեռ զգում եք, որ դուք նույն անձն եք։ Թերևս դուքը ոչ թե բան է, այլ պրոցես, ոչ թե օբյեկտ, այլ նախշ, ոչ թե էություն, այլ պատմություն։ Դուք ալիք եք գիտակցության օվկիանոսում, ժամանակավորապես բարձրացած, բայց երբեք իսկապես առանձին։ Ձեր ատոմները եկել են աստղերից, ձեր էներգիան եկել է մեծ պայթյունից, ձեր գիտակցությունը ծագել է տիեզերքի քվանտային դաշտերից։ Դուք ոչ թե տիեզերքի մեջ եք, դուք տիեզերքի մի մասն եք, տիեզերքի ինքնագիտակցության ժամանակավոր դրսևորում։ Եվ երբ այդ ալիքը վերադառնում է օվկիանոս, երբ ձեր մարմինը քայքայվում է, ձեր ատոմները ցրվում են, ձեր էներգիան վերադառնում է տիեզերք, արդյոք դուք իսկապես մեռնում եք։ Կամ դուք պարզապես փոխակերպվում եք, դառնում եք ինչ-որ այլ բան, ինչ-որ այլ մեկը։ Ձեր ատոմները կդառնան մաս այլ մարդկանց, այլ կենդանիների, այլ բույսերի։ Ձեր էներգիան կշարունակի հոսել տիեզերքի միջով, ստեղծելով նոր ձևեր, նոր կառույցներ, նոր կյանք։ Եվ թերևս, խորը քվանտային մակարդակում, ինֆորմացիան, որը կազմում էր ձեզ, ձեր հիշողությունները, ձեր փորձը, ձեր գիտակցությունը երբեք չի ոչնչանում։ Քվանտային ինֆորմացիան չի կարող ոչնչացվել, սա հայտնի է որպես ունիտարություն քվանտային մեխանիկայում։ Այն կարող է միայն փոխակերպվել, վերաբաշխվել, կոդավորվել նոր ձևերով։ Թերևս ձեր գիտակցության ինֆորմացիան շարունակում է գոյություն ունենալ տիեզերքի քվանտային դաշտերում, հավերժ կոդավորված ֆաբրիկում իրականության։ Սա մեզ բերում է վերջնական հարցին. ինչի համար է այս ամենը։ Ինչու է տիեզերքը գոյություն ունենում։ Ինչու է այն ստեղծել գիտակցություն։ Ինչու ենք մենք այստեղ, հարցնելու այս հարցերը։ Քվանտային մեխանիկան չի տալիս պատասխան։ Այն միայն ցույց է տալիս, թե ինչպես է տիեզերքը աշխատում, ոչ թե ինչու։ Բայց թերևս ինչպեսը և ինչուն նույն հարցն են։ Թերևս տիեզերքը գոյություն ունի, քանի որ այն պետք է գոյություն ունենա, քանի որ ինֆորմացիան չի կարող չգոյություն ունենալ, քանի որ քվանտային դաշտերը անխուսափելի են, քանի որ մաթեմատիկան ճշմարիտ է անկախ ֆիզիկական իրականությունից։ Եվ թերևս մենք այստեղ ենք, քանի որ տիեզերքը պետք է ճանաչի իր սեփական գոյությունը։ Մենք ենք այն միջոցը, որով տիեզերքը դառնում է ինքնագիտակից։ Մենք ենք այն աչքերը, որոնցով տիեզերքը տեսնում է իրեն։ Մենք ենք այն մտքերը, որոնցով տիեզերքը մտածում է իր մասին։ Մենք ենք այն սերը, որով տիեզերքը սիրում է իրեն։ Մենք ոչ թե պատահական են, մենք անհրաժեշտ ենք։
Առանց մեր տիեզերքը կլիներ անավարտ, հսկայական քվանտային հաշվարկ առանց ելքի, անվերջ հարց առանց պատասխանի։ Բայց ահա ճշմարտությունը, որը ֆիզիկոսները հազվադեպ են ասում բարձր ձայնով. մենք չգիտենք։ Մենք իսկապես չգիտենք, թե ինչ է տեղի ունենում, երբ ալիքային ֆունկցիան կոլապսում է։ Մենք չգիտենք, թե ինչու է դիտումը հատուկ։ Մենք չգիտենք, թե որտեղ է ավարտվում քվանտային աշխարհը եւ սկսվում դասականը։ 1927 թվականից ի վեր, երբ Վերներ Հայզենբերգը եւ Նիլս Բորը ձևակերպեցին Կոպենհագենյան մեկնաբանությունը, մենք ունենք մաթեմատիկա, որը աշխատում է անհավանական ճշգրտությամբ։ Բայց մենք չունենք բացատրություն, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Լսեք ուշադիր։ Երբ ես ասում եմ մենք չգիտենք, ես չեմ խոսում փոքր տեխնիկական մանրամասների մասին։ Ես խոսում եմ ամենահիմնական հարցի մասին ֆիզիկայում։ Պատկերացրեք, որ դուք ունեք տեսություն, որը կանխատեսում է յուրաքանչյուր փորձարարական արդյունք 14 տասնորդական նշանների ճշգրտությամբ։ Բայց երբ դուք հարցնում եք, բայց ինչու է այն աշխատում, բոլոր տեսաբանները սկսում են վիճել միմյանց հետ։ Ոչ թե փոքր անհամաձայնություններ, ֆունդամենտալ, անհաշտելի տարբերություններ այն մասին, թե ինչ է իրականությունը։ 2019 թվականին Մաքս Թեգմարկը, միթի տեսական ֆիզիկոսը, հարցում անցկացրեց քվանտային մեխանիկայի կոնֆերենցիայում։ Նա հարցրեց 212 ֆիզիկոսներին, որ մեկնաբանությունը դուք համարում եք ճիշտ։ Արդյունքները ցնցող էին։ 42% ընտրեցին Կոպենհագենյան մեկնաբանությունը, 18% բազմաշխարհների մի մեկնաբանությունը, մնացածը բաժանվեցին տասնյակ այլ մեկնաբանությունների միջև։ Բայց ահա ամենահետաքրքիրը, 34% ասացին ես չգիտեմ կամ ինձ համար դա կարևոր չէ։ 1/3 ֆիզիկոսների, ովքեր օգտագործում են քվանտային մեխանիկան ամեն օր, չեն հոգում, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Սա կարծես ինժեներ լինել, որը կառուցում է կամուրջներ առանց իմանալու, թե ինչու է գրավիտացիան աշխատում։ Կամուրջները աշխատում են, այնպես որ ով է հոգում։ Բայց պատկերացրեք, եթե յուրաքանչյուր անգամ, երբ դուք հարցնեիք ինչու է գրավիտացիան աշխատում, տարբեր ինժեներներ տային ամբողջովին հակասական պատասխաններ։ Մեկը կասեր տարածությունը կորացած է, մյուսը կասեր գոյություն ունի անտեսանելի մաստիկներ, որոնք մղում են օբյեկտները միմյանց դեպի։ Երրորդը կասեր գրավիտացիան իրականում չկա, դա միայն ձեր մտքում է։ Եվ բոլորը կունենային մաթեմատիկա, որը կանխատեսում է նույն արդյունքները։ Սա ճիշտ այն վիճակն է, որում մենք գտնվում ենք քվանտային մեխանիկայի հետ։ Եվ ես ուզում եմ, որ դուք հասկանաք, թե որքան խորն է այս անորոշությունը։ Սա ոչ թե այն դեպքն է, երբ մենք սպասում ենք ավելի լավ փորձարարական տվյալների։ Սա այն դեպքն է, երբ մենք ունենք բոլոր տվյալները, բայց չենք կարող համաձայնվել, թե ինչ են դրանք նշանակում։ Վերցնենք ամենապարզ օրինակը՝ կրկնակի ճեղքի փորձը։ Դուք արձակում եք 1 էլեկտրոն դեպի 2 ճեղքեր։ Այն ստեղծում է ինտերֆերենցիոն նախշ էկրանի վրա, կարծես անցել է 2 ճեղքերով միաժամանակ։ Բայց երբ դուք դնում եք դետեկտոր 1 ճեղքի մոտ, տեսնելու համար, թե որ ճեղքով է անցնում էլեկտրոնը, ինտերֆերենցիոն նախշը անհետանում է։ Էլեկտրոնը որոշում է վարվել որպես մասնիկ, ոչ թե որպես ալիք։ Կոպենհագենյան մեկնաբանությունը ասում է, էլեկտրոնը չունի որոշակի դիրք մինչև դիտումը։ Այն գոյություն ունի որպես հավանականությունների ալիք, եւ դիտումը կոլապսում է այդ ալիքը մեկ իրականության մեջ։ Բազմաշխարհների մեկնաբանությունը ասում է, էլեկտրոնը անցնում է 2 ճեղքերով 2 տարբեր տիեզերքներում, եւ դիտումը ձեզ բաժանում է 2 տարբերակների։ Մեկը տեսնում է ձախ, մյուսը աջ։ Դե Բրոյ Բոհմի մեկնաբանությունը ասում է, էլեկտրոնը միշտ ունի որոշակի դիրք, բայց այն ուղղորդվում է անտեսանելի պիլոտ ալիքի կողմից, որը անցնում է 2 ճեղքերով։ 3 ամբողջովին տարբեր պատկերներ իրականության մասին, բայց բոլորը կանխատեսում են ճիշտ նույն փորձարարական արդյունքները։ Ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող են 3 տարբեր տեսություններ լինել էմպիրիկորեն անտարբերելի։ Պատասխանը կայանում է նրանում, որ քվանտային մեխանիկան չի խոսում իրականության մասին ուղղակիորեն, այն խոսում է մեր դիտարկումների մասին։ Մաթեմատիկան կանխատեսում է, թե ինչ կտեսնենք, երբ կատարենք չափում, բայց այն չի պատմում, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք չենք նայում։ Կամ ավելի ճշգրիտ, այն չի կարող պատմել, քանի որ ինչ է տեղի ունենում, երբ մենք չենք նայում հարցը, կարող է իմաստ չունենալ։ Հիմա ես գիտեմ, թե ինչ եք մտածում։ Սա հնչում է որպես փիլիսոփայություն, ոչ թե ֆիզիկա։ Ո՞վ է հոգում փիլիսոփայական մեկնաբանությունները, եթե մաթեմատիկան աշխատում է։ Եվ դուք ճիշտ կլինեիք, եթե քվանտային մեխանիկան միայն մաթեմատիկական գործիք լիներ։ Բայց այն ավելին է։ Այն մեր միակ պատուհանն է իրականության ամենախորը մակարդակի մեջ։
Եվ այն մեզ ասում է, որ իրականությունը ֆունդամենտալ տարօրինակ է, ավելի տարօրինակ, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Վերցնենք քվանտային շղարշումը։ Երկու մասնիկներ կարող են շղարշված լինել այնպես, որ երբ դուք չափում եք մեկի սպինը, մյուսը անմիջապես ձեռք է բերում հակառակ սպինը, անկախ հեռավորությունից։ Այնշտայնը սա անվանեց ուրվական հեռազդեցություն և մերժեց այն։ Նա կարծում էր, որ պետք է լինի թաքնված փոփոխականներ, ինֆորմացիա, որը մասնիկները կրում են իրենց հետ, որը որոշում է դրանց վարքագիծը։ Բայց 1964 թվականին Ջոն Բելը ապացուցեց թեորեմ, որը ցույց տվեց, ոչ մի թաքնված փոփոխականների տեսություն չի կարող վերարտադրել քվանտային մեխանիկայի կանխատեսումները։ Եվ ապա Ալեն Ասպեն, Ջոն Քլաուզերը և Անտոն Ցայլինգերը կատարեցին փորձերը, որոնք հաստատեցին քվանտային մեխանիկան ճիշտ է և Այնշտայնը սխալվել էր։ 2022 թվականին դրանք ստացան Նոբելյան մրցանակ այդ աշխատանքի համար։ Բայց ահա բանը, նրանց փորձերը չլուծեցին խորը խնդիրը։ Դրանք միայն հաստատեցին, որ իրականությունը ավելի տարօրինակ է, քան Այնշտայնը կարծում էր։ Քանի որ եթե թաքնված փոփոխականներ չկան, ապա ինչպես է մեկ մասնիկը իմանում, թե ինչ է պատահում մյուսի հետ։ Կոպենհագենյան մեկնաբանությունը ասում է, դրանք չեն իմանում ոչինչ, քանի որ դրանք երբեք չեն եղել առանձին մասնիկներ։ Դրանք միշտ եղել են մեկ միասնական համակարգ, նույնիսկ երբ տարածված են լույսի տարիների հեռավորության վրա։ Բազմաշխարհների մեկնաբանությունը ասում է, երբ դուք չափում եք մեկ մասնիկը, դուք բաժանվում եք երկու տարբերակների, և յուրաքանչյուր տարբերակ տեսնում է կորելացված արդյունք։ Բոհմյան մեխանիկան ասում է, գոյություն ունի անտեսանելի քվանտային պոտենցիալ, որը ակնթարթորեն կապում է մասնիկները ամբողջ տիեզերքում։ 3 տարբեր պատկերներ։ Բոլորը աշխատում են, ոչ մեկը չի կարող փորձարարորեն հերքվել։ Եվ սա ոչ թե ժամանակավոր իրավիճակ է, որը կլուծվի ավելի լավ փորձերով։ Սա կարող է լինել մշտական իրավիճակ, քանի որ այս մեկնաբանությունները տարբերվում են միայն այն մասով, ինչ է տեղի ունենում, երբ մենք չենք դիտում։ Եվ սահմանման համաձայն, մենք չենք կարող դիտել այն, ինչ տեղի է ունենում, երբ մենք չենք դիտում։ Սա նման է փորձելու որոշել, թե արդյոք ծառը ձայն է հանում, երբ ընկնում է անտառում, և ոչ ոք չկա լսելու համար։ Բայց ավելի վատ, քանի որ քվանտային մեխանիկայում հարցը ոչ թե արդյոք ծառը ձայն է հանում է, այլ արդյոք ծառը գոյություն ունի որպես որոշակի ծառ որոշակի վայրում, մինչև ինչ-որ մեկը նայի։ Եվ ահա ամենավախեցնող մասը։ Մենք չենք կարող նույնիսկ համաձայնվել, թե ինչ է դիտումը։ Արդյոք դիտումը պահանջում է գիտակցական դիտորդ, թե ցանկացած ֆիզիկական փոխազդեցություն բավարար է։ Եթե ֆոտոնը հարվածում է էլեկտրոնին, արդյոք դա դիտում է։ Եթե էլեկտրոնը գրգռում է ատոմ, արդյոք դա դիտում է։ Եթե ատոմը փոխազդում է մոլեկուլի հետ, արդյոք դա դիտում է։ Որտեղ է գիծը։ Ֆոն Նեյմանը կարծում է, որ գիծը գիտակցության մոտ է։ Միայն գիտակցական դիտումը կոլապսում է ալիքային ֆունկցիան։ Բայց սա ստեղծում է աբսուրդ իրավիճակներ։ Արդյոք ձեր կատուն կարող է կոլապսել ալիքային ֆունկցիան։ Արդյոք մկնիկը կարող է։ Արդյոք բակտերիան կարող է։ Որտեղ է սահմանը գիտակցության և ոչ գիտակցության միջև։ Մյուս ֆիզիկոսները կարծում են, որ ցանկացած փոխազդեցություն բավարար է։ Դեկոհերենտության տեսությունը ասում է, որ երբ քվանտային համակարգը փոխազդում է միջավայրի հետ, այն կորցնում է իր քվանտային հատկությունները և դառնում է դասական։ Բայց սա միայն տեղափոխում է խնդիրը, քանի որ միջավայրը նույնպես քվանտային համակարգ է, և համակարգը գումարած միջավայրը նույնպես քվանտային համակարգ է։ Որտեղ է ավարտվում քվանտայինը և սկսվում դասականը։ Պատասխանը կարող է լինել ոչ միտեղ։ Կարող է լինել, որ ամեն ինչ քվանտային է, ամբողջ ճանապարհով վերև։ Ամբողջ տիեզերքը մեկ հսկայական քվանտային համակարգ է, գոյություն ունենալով որպես սուպերպոզիցիա բոլոր հնարավոր պատմությունների։ Մենք տեսնում ենք միայն մեկ պատմություն, քանի որ մենք մաս ենք այդ պատմության։ Բայց բոլոր մյուս պատմությունները նույնպես իրական են, տեղի ունենում են զուգահեռ տիեզերքներում, որոնք մենք չենք կարող դիտել։ Սա բազմաշխարհների մեկնաբանությունն է, և այն հնչում է խենթության նման։ Բայց ահա բանը, այն ամենապարզ մեկնաբանությունն է մաթեմատիկորեն։ Դուք պարզապես վերցնում եք Շրյոդինգերի հավասարումը և թույլ եք տալիս դրան էվոլյուցիա ապրել։ Դուք չեք ավելացնում կոլապսի կանոն, չեք ավելացնում թաքնված փոփոխականներ, չեք ավելացնում ոչինչ, և դուք ստանում եք բազմաշխարհներ։ Դրանք ծագում են բնականաբար մաթեմատիկայից, բայց սա նշանակում է, որ յուրաքանչյուր անգամ, երբ քվանտային իրադարձություն տեղի է ունենում, ատոմ քայքայվում է, ֆոտոն անցնում է ճեղքով, էլեկտրոն ցատկում է էներգիայի մակարդակներ, տիեզերքը բաժանվում է։ Յուրաքանչյուր վայրկյան, անհամար քվանտային իրադարձություններ տեղի են ունենում ձեր մարմնում, ձեր ուղեղում, ձեր շուրջը։
Յուրաքանչյուր իրադարձություն ստեղծում է ճյուղավորում։ Տիեզերքների թիվը աճում է էքսպոնենցիալ, կրկնապատկվում է, կրկնապատկվում է, անվերջ։ Եվ յուրաքանչյուր այդ տիեզերքներում գոյություն ունի ձեր տարբերակ, տարբերակ, որը կատարեց տարբեր ընտրություն, տարբերակ, որը տեսավ տարբեր արդյունք, տարբերակ, որը ապրում է տարբեր կյանք։ Բոլոր այդ տարբերակները նույնքան իրական են, որքան դուք։ Բոլորը կարծում են, որ իրենք են իրական դուք։ Բոլորը զարմանում են, թե արդյոք այլ տարբերակներ գոյություն ունեն։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, սա լեգիտիմ գիտական տեսություն է, որը աջակցվում է որոշ ամենահարգված ֆիզիկոսների կողմից։ Դեյվիդ Դոյչը, Շոն Քերոլը, Մաքս Թեգմարկը բոլորը պաշտպանում են բազմաշխարհների մեկնաբանությունը։ Ոչ թե որովհետև այն հետաքրքիր է, այլ որովհետև այն ամենապարզ բացատրությունն է քվանտային մեխանիկայի համար։ Բայց ահա խնդիրը. մենք երբեք չենք կարող ապացուցել կամ հերքել այն։ Սահմանման համաձայն մենք չենք կարող դիտել այլ տիեզերքներ։ Եթե կարողանայինք, դրանք չէին լինի այլ տիեզերքներ, դրանք կլինեին մեր տիեզերքի մաս։ Բազմաշխարհների մեկնաբանությունը կանխատեսում է ճիշտ նույն դիտարկումները, ինչ Կոպենհագենյան մեկնաբանությունը, Բոհմյան մեխանիկան կամ ցանկացած այլ մեկնաբանություն։ Դրանք բոլորը էմպիրիկորեն հավասարազոր են։ Այնպես որ ինչպես ենք մենք ընտրում։ Ինչպես ենք մենք որոշում, թե որ մեկնաբանությունը ճիշտ է։ Մենք չենք կարող օգտագործել փորձարարական ապացույցներ, քանի որ բոլորը կանխատեսում են նույն արդյունքները։ Մենք չենք կարող օգտագործել Օկկամի ածելին, պարզության սկզբունքը, քանի որ տարբեր մարդիկ անհամաձայն են, թե որ մեկնաբանությունն է ավելի պարզ։ Բազմաշխարհները պարզ են մաթեմատիկորեն, բայց բարդ են օնտոլոգիորեն։ Կոպենհագենը պարզ է օնտոլոգիորեն, բայց բարդ է մաթեմատիկորեն։ Մենք մնում ենք փիլիսոփայական նախապատվությունների հետ։ Դուք հավատում եք, որ իրականությունը օբյեկտիվ է եւ գոյություն ունի անկախ դիտորդներից։ Ապա դուք կարող եք նախընտրել Բոհմյան մեխանիկան կամ բազմաշխարհները։ Դուք հավատում եք, որ գիտությունը պետք է խոսի միայն դիտարկումների մասին, ոչ թե թաքնված իրականության։ Ապա դուք կարող եք նախընտրել Կոպենհագենը կամ քվանտատային բայեսյանությունը։ Դուք հավատում եք, որ գիտակցությունը հատուկ է։ Ապա դուք կարող եք նախընտրել ֆոն Նեյմանի մեկնաբանությունը կամ Փենրոուզ Համերոֆի տեսությունը։ Բայց սա նշանակում է, որ քվանտային մեխանիկան ոչ թե լուծված խնդիր է, այն բաց խնդիր է, թերևս ամենախորը բաց խնդիրը ֆիզիկայում։ Մենք ունենք մաթեմատիկա, որը աշխատում է կատարյալ, բայց մենք չունենք համաձայնություն, թե ինչ է այդ մաթեմատիկան նշանակում իրականության համար։ Եվ սա ոչ միայն ակադեմիական հարց է, սա ազդում է ամեն ինչի վրա։ Ինչպես մենք հասկանում ենք գիտակցությունը, ինչպես մենք մոտենում ենք արհեստական ինտելեկտին, ինչպես մենք մտածում ենք անձնական ինքնության մասին, նույնիսկ ինչպես մենք ապրում ենք մեր կյանքը։ Եթե Կոպենհագենը ճիշտ է, ապա դիտումը ստեղծում է իրականությունը։ Մենք ոչ թե պասիվ դիտորդներ ենք, այլ ակտիվ մասնակիցներ։ Մեր ընտրությունները, մեր չափումները, մեր գիտակցական փորձը բոլորը ձևավորում են այն, ինչ դառնում է իրական։ Սա տալիս է մեզ հսկայական պատասխանատվություն։ Մենք ոչ թե պարզապես բացահայտում ենք աշխարհը, մենք ստեղծում ենք այն։ Եթե բազմաշխարհները ճիշտ են, ապա յուրաքանչյուր ընտրություն, որը դուք կատարում եք, ստեղծում է նոր տիեզերք։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք որոշում եք ձախ կամ աջ, այո կամ ոչ, շարունակել կամ դադարեցնել, տիեզերքը բաժանվում է։ Մեկ տիեզերքում դուք ընտրեցիք ձախ, մյուսում աջ։ Երկու տարբերակներ ձեզանից, երկուսն էլ նույնքան իրական, երկուսն էլ ապրում են իրենց կյանքը, երբեք չիմանալով միմյանց մասին։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հնարավոր տարբերակ ձեր կյանքի իրականանում է որևէ տեղ։ Յուրաքանչյուր երազ, յուրաքանչյուր ափսոս, յուրաքանչյուր ինչ եթե, բոլորը իրական են որևէ տիեզերքում։ Եթե Բոհմյան մեխանիկան ճիշտ է, ապա ամեն ինչ որոշված է։ Մասնիկները միշտ ունեն որոշակի դիրք եւ արագություն, ուղղորդվում են քվանտային պոտենցիալով։ Ապագան ամբողջովին որոշվում է անցյալով։ Ազատ կամք իլյուզիա է, բայց սա նաև նշանակում է, որ իրականությունը օբյեկտիվ է։ Աշխարհը գոյություն ունի անկախ մեզանից, եւ մենք կարող ենք իմանալ այն, եթե բավականաչափ ուշադիր նայենք։ Եթե գիտակցությունը հատուկ է, եթե միայն գիտակցական դիտումը կոլապսում է ալիքային ֆունկցիան, ապա մենք ոչ թե պարզապես նյութական էակներ ենք, մենք ինչ-որ բան ավելին ենք, ինչ-որ բան, որը կարող է փոխազդել քվանտային դաշտերի հետ ոչ ֆիզիկական ձևով։ Սա բացում է դուռը դուալիզմի, գաղափարին, որ միտքը եւ նյութը ֆունդամենտալ տարբեր են։ Բայց սա նաև բարձրացնում է հարց. ինչպես է ոչ ֆիզիկական միտքը փոխազդում ֆիզիկական ուղեղի հետ։ Տեսնում եք խնդիրը։ Յուրաքանչյուր մեկնաբանություն ունի խորը հետևանքներ այն համար, թե ով ենք մենք եւ ինչպիսին է մեր տեղը տիեզերքում։ Եվ մենք չենք կարող որոշել, թե որ մեկնաբանությունը ճիշտ է։ Մենք կախված ենք անորոշության մեջ,
ունենալով հզոր մաթեմատիկական գործիք, բայց չիմանալով, թե ինչ է այն իրականում մեզ ասում իրականության մասին։ Եվ ահա ամենավախեցնող մասը։ Կարող է լինել, որ մենք երբեք չիմանանք։ Կարող է լինել, որ հարցը, որ մեկնաբանությունը ճիշտ է, իմաստ չունի։ Կարող է լինել, որ իրականությունը ավելի խորն է, քան ցանկացած մեկնաբանություն կարող է գրավել։ Կարող է լինել, որ մեր լեզուն, մեր հասկացությունները, մեր մտածողության կատեգորիաները պարզապես անբավարար են նկարագրելու այն, ինչ իրականում տեղի է ունենում քվանտային մակարդակում։ Մտածեք դրա մասին։ Մենք էվոլյուցիա ենք ապրել, գոյատևելու համար մակրոսկոպիկ աշխարհում, որտեղ օբյեկտները ունեն որոշակի դիրքեր, որտեղ պատճառը նախորդում է հետևանքին, որտեղ բաները կամ գոյություն ունեն, կամ ոչ։ Մեր ուղեղները նախագծված են հասկանալու այդ տեսակի աշխարհը, բայց քվանտային աշխարհը չի հետևում այդ կանոններին, այն ֆունդամենտալ տարբեր է, եւ թերևս մեր ուղեղները պարզապես չեն կարող հասկանալ այն ինտուիտիվ մակարդակում։ Մենք կարող ենք անել մաթեմատիկան, մենք կարող ենք կանխատեսել փորձարարական արդյունքները, բայց մենք չենք կարող իսկապես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Մենք ինչպես գույներ ենք, որոնք փորձում են հասկանալ գույները։ Մենք կարող ենք չափել ալիքի երկարությունները, կարող ենք նկարագրել ֆիզիկան, բայց մենք երբեք չենք կարող զգալ կարմիրը, կապույտը, դեղինը։ Սա խոնարհեցնող գիտակցում է։ Մենք, ովքեր կարծում էինք, որ գրեթե ամեն ինչ հասկացել ենք ֆիզիկայի մասին, ովքեր կարծում էինք, որ մնացել են միայն մանրամասները լրացնելու, հանկարծ բախվում ենք մեր սեփական անգիտության դեմ։ Ամենահիմնական հարցը, ինչ է իրականությունը, մնում է առանց պատասխանի։ Բայց թերևս սա ճիշտ է։ Թերևս տիեզերքը պետք է լինի խորը, անհասկանալի, անսպառ։ Թերևս եթե մենք կարողանայինք ամբողջովին հասկանալ այն չէր լինի բավականաչափ հետաքրքիր, ուսումնասիրելու արժանի։ Խորհրդավորությունը, անորոշությունը, անհայտը, դրանք են, ինչ պահում են մեզ փնտրելու, հարցնելու, զարմանալու։ Եվ թերևս վերջապես, սա ամենակարևոր դասն է, որը քվանտային մեխանիկան մեզ սովորեցնում է։ Ոչ թե որ իրականությունը տարօրինակ է, չնայած այն է։ Ոչ թե որ մենք չգիտենք ամեն ինչ, չնայած մենք չգիտենք, այլ որ անգիտությունը ոչ թե թուլություն է, այլ ուժ։ Ճանաչելը, որ մենք չգիտենք, բացում է դուռը իսկական հետաքրքրասիրության, իսկական զարմանքի, իսկական հայտնագործության։ Մենք կանգնած ենք անհայտի եզրին, նայելով դեպի խորը, որը մենք երբեք չենք կարող ամբողջովին հասկանալ, բայց մենք կարող ենք ուսումնասիրել այն։ Մենք կարող ենք հարցեր տալ, մենք կարող ենք փորձեր կատարել, մենք կարող ենք սովորել ավելին եւ ավելին, նույնիսկ եթե երբեք չհասնենք վերջնական պատասխանին։ Եվ այդ ճանապարհորդությունը, այդ անվերջ հետաքրքրությունը իրականության բնույթի մեջ, թերևս ավելի կարևոր է, քան ցանկացած վերջնական պատասխան կարող է լինել։ Քանի որ այդ ճանապարհորդությունում մենք բացահայտում ենք ոչ միայն տիեզերքը, այլ նաև մեզ։ Մենք սովորում ենք, թե ինչ նշանակում է լինել գիտակից էակ անհասկանալի տիեզերքում։ Մենք սովորում ենք, թե ինչ նշանակում է զարմանալ, հարցնել, փնտրել։ Եվ թերևս, վերջապես, դա է տիեզերքի նպատակը։ Ոչ թե պարզապես գոյություն ունենալ, այլ ճանաչվել։ Ոչ թե պարզապես լինել, այլ հասկացվել։ Եվ մենք, մեր անգիտությամբ, մեր հարցերով, մեր անվերջ հետաքրքրությամբ ենք այն միջոցը, որով տիեզերքը փորձում է հասկանալ իր սեփական խորհրդավոր բնույթը։ Բայց եկեք վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Հիշում եք, ձեր մատները, որոնք հպվում են էկրանին, բայց իրականում երբեք չեն հպվում։ Էլեկտրոնները, որոնք լողում են միլիոններորդ միլիմետրի հեռավորության վրա։ Այն զգացողությունը, որը դուք անվանում եք հպում, իրականում անտեսանելի ուժերի պար է, քվանտային դաշտերի փոխազդեցություն, որը դուք երբեք չեք տեսնի, բայց միշտ զգում եք։ Հիմա, երբ դուք գիտեք այս ամենը, քվանտային սուպերպոզիցիան, շղարշումը, դիտորդի դերը, մեկնաբանությունների անվերջ վեճերը, արդյոք այդ հպումը զգացվում է տարբեր։ Արդյոք դուք զգում եք, որ ձեր մատները փոխազդում են անտեսանելի իրականության հետ, որը ավելի խորն է, քան ցանկացած մեկնաբանություն կարող է բացատրել։ Սա է քվանտային մեխանիկայի ամենախորը պարադոքսը։ Մենք ստեղծեցինք ամենաճշգրիտ տեսությունը գիտության պատմության մեջ, տեսություն, որը կանխատեսում է արդյունքները 14 տասնորդական նշանների ճշգրտությամբ։ Բայց երբ մենք հարցնում ենք ինչու է այն աշխատում, մենք ստանում ենք ոչ թե մեկ պատասխան, այլ տասնյակ հակասական պատասխաններ։ Յուրաքանչյուրը տրամաբանական, յուրաքանչյուրը մաթեմատիկորեն հիմնավորված, յուրաքանչյուրը անհնար ապացուցել կամ հերքել։ Եվ գուցե հենց սա է կետը։ Եկեք լինենք ամբողջովին ազնիվ։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ նյութը, այն անտեսանելի բանը, որը կազմում է տիեզերքի 85%-ը։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք նրա գրավիտացիոն ազդեցությունը գալակտիկաների վրա։ Բայց մենք չգիտենք, թե ինչից է այն կազմված։ Մասնիկներ,
Դաշտեր, ինչ որ ամբողջովին նոր տեսակի նյութ, որը չի փոխազդում լույսի հետ։ Մենք փնտրել ենք տասնամյակներ, հսկայական դետեկտորներով խորը ստորգետնյա լաբորատորիաներում։ Ոչինչ։ Մութ նյութը մնում է անտեսանելի, անբռնելի, խորհրդավոր։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան, այն ավելի էլ խորհրդավոր ուժը, որը կազմում է տիեզերքի 68%-ը և պատճառ է դառնում, որ տիեզերքի ընդլայնումը արագանում է։ Նում է։ Սա հակասում է ամեն ինչին, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք գրավիտացիայի մասին։ Գրավիտացիան պետք է դանդաղեցնի ընդլայնումը, ոչ թե արագացնել այն։ Բայց դիտարկումները անվիճելի են։ Տիեզերքը ընդլայնվում է ավելի ու ավելի արագ, մղված անտեսանելի էներգիայի կողմից, որի աղբյուրը մենք չենք հասկանում։ Մենք չգիտենք, թե ինչու է տիեզերքը կազմված նյութից, ոչ թե հականյութից։ Մեծ պայթյունը պետք է ստեղծեր հավասար քանակությամբ նյութ և հականյութ։ Բայց երբ նյութը և հականյութը հանդիպում են, դրանք ոչնչացնում են միմյանց, արձակելով էներգիա։ Եթե ամեն ինչ սիմետրիկ լիներ, ամբողջ տիեզերքը պետք է ոչնչացվեր առաջին վայրկյանում, թողնելով միայն ճառագայթում։ Բայց մենք այստեղ ենք։ Ինչ որ բան խախտեց սիմետրիան։ Ինչ որ փոքր անհավասարություն թույլ տվեց նյութին գերակշռել հականյութի նկատմամբ, մեկ լրացուցիչ մասնիկ յուրաքանչյուր միլիարդ զույգի համար։ Այդ փոքր անհավասարությունը ստեղծեց ամեն ինչ, ինչ գոյություն ունի, բոլոր աստղերը, բոլոր գալակտիկաները, ձեզ, ինձ։ Բայց մենք չգիտենք, թե ինչու տեղի ունեցավ այդ անհավասարությունը։ Մենք չգիտենք, թե ինչ ենք, թե ինչ է ժամանակը։ Այո, մենք կարող ենք չափել այն անհավանական ճշգրտությամբ։ Մենք կարող ենք նկարագրել, թե ինչպես է այն դանդաղանում ուժեղ գրավիտացիոն դաշտերում, ինչպես է այն կապված տարածության հետ։ Բայց մենք չգիտենք, թե ինչու է ժամանակը հոսում միայն մեկ ուղղությամբ։ Ֆիզիկայի հիմնական օրենքները ժամանակի մեջ հակադարձելի են։ Դրանք աշխատում են նույնքան լավ առաջ, որքան հետ։ Բայց մեր փորձը ժամանակի ամբողջովին ասիմետրիկ է։ Մենք հիշում ենք անցյալը, ոչ ապագան։ Մենք տեսնում ենք պատճառը նախորդող հետևանքին, երբեք հակառակը։ Ինչու՞։ Պատասխանը կապված է էնտրոպիայի հետ, անկարգության հետ, բայց սա միայն տեղափոխում է հարցը։ Ինչու է տիեզերքը սկսել ցածր էնտրոպիայի վիճակից։ Ինչու է մեծ պայթյունը եղել այդքան կարգավորված։ Մենք չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Սա հայտնի է որպես դժվար խնդիր։ Բացատրելը, թե ինչու է ֆիզիկական պրոցեսները ուղեղում ուղեկցվում սուբյեկտիվ փորձով։ Մենք կարող ենք քարտեզագրել նեյրոնները, կարող ենք հետևել էլեկտրական ազդանշաններին, կարող ենք նույնիսկ կանխատեսել, թե երբ դուք կտեսնեք կարմիր գույն կամ կզգաք ցավ։ Բայց մենք չենք կարող բացատրել, թե ինչու է այդ նեյրոնային ակտիվությունը զգացվում որևէ բանի նման։ Ինչու է ինչ-որ բան լինել դուք։ Ինչու է գիտակցությունը ունենում այդ ներքին առաջին անձի որակը, որը ֆիլիսոփաները անվանում են քուալիա։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք միայնակ ենք տիեզերքում։ 2 տրիլիոն գալակտիկաներ, յուրաքանչյուրը պարունակում է 100 միլիարդ աստղեր, յուրաքանչյուր աստղը հավանաբար ունի մոլորակներ։ Թվերը ցույց են տալիս, որ կյանքը պետք է լինի ամենուր, բայց մենք չենք լսել ոչինչ։ Ոչ մի ազդանշան, ոչ մի հաղորդաշան, ոչ մի հաղորդագրություն, ոչ մի ապացույց, որ մենք ոչ միայնակ ենք։ Սա հայտնի է որպես Ֆերմիի պարադոքս։ Որտեղ են բոլորը։ Արդյոք մենք առաջինն ենք։ Արդյոք մենք վերջինն ենք։ Արդյոք կա ինչ-որ մեծ ֆիլտր, ինչ-որ բան, որը կանխում է քաղաքակրթությունների զարգացումը։ Եվ եթե այդպես է, արդյոք մենք արդեն անցել ենք այն, թե դեռ առջևում է։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել մեծ պայթյունից առաջ։ Կամ արդյոք առաջ հասկացությունը նույնիսկ իմաստ ունի, երբ ժամանակը ինքը սկսվեց մեծ պայթյունով։ Որոշ տեսություններ ասում են, որ մեր տիեզերքը մեկն է անվերջ շղթայի մեջ։ Յուրաքանչյուր տիեզերք ծնվում է սև խոռոչի ներսում նախորդ տիեզերքում։ Մյուսները ասում են, որ մեր տիեզերքը մեկն է անհամար զուգահեռ տիեզերքների մեջ, յուրաքանչյուրը տարբեր ֆիզիկական հաստատումներով։ Երրորդները ասում են, որ տիեզերքը ցիկլիկ է, ընդլայնվում է և կծկվում է անվերջ։ Բայց մենք չունենք ճանապարհ փորձարկելու այս տեսությունները։ Մեծ պայթյունից առաջ եղածը, եթե ինչ-որ բան եղել է, մնում է անհասանելի մեզ համար։ Մենք չգիտենք, թե ինչու են ֆիզիկայի հաստատունները ունենում հենց այն արժեքները, որոնք ունեն։ Գրավիտացիոն հաստատունը, լույսի արագությունը, էլեկտրոնի լիցքը, Պլանկի հաստատունը, այս թվերը որոշում են ամեն ինչ տիեզերքում։ Բայց ինչու են դրանք ունենում այդ հատուկ արժեքները։ Եթե գրավիտացիոն հաստատունը մի փոքր տարբեր լիներ, աստղերը չէին կարող ձևավորվել։ Եթե ուժեղ միջուկային ուժը մի փոքր տարբեր լիներ, ածխածինը չէր կարող սինթեզվել։ Եթե էլեկտրամագնիսական ուժը մի փոքր տարբեր լիներ, ատոմները չէին կարող կայուն մոլեկուլներ ձևավորել։ Տիեզերքը կարծես նախատեսված է կյանքի համար։ Բայց ինչու։ Պատահականություն,
Անհրաժեշտություն, նախագծում։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք մաթեմատիկան հայտնաբերվում է, թե գյուտարարվում է։ Արդյոք մաթեմատիկական ճշմարտությունները գոյություն ունեն անկախ մարդկությունից, սպասելով բացահայտման։ Թե դրանք մարդկային միտքի ստեղծագործություններ են, օգտակար գործիքներ, բայց ոչինչ ավելին։ Եվ ինչու է մաթեմատիկան այդքան անհավանական արդյունավետ նկարագրելու ֆիզիկական աշխարհը։ Ինչպես Եվգենի Վիգները ասաց, սա մաթեմատիկայի անհիմն արդյունավետությունն է բնական գիտություններում։ Ինչու է տիեզերքը խոսում մաթեմատիկայի լեզվով։ Եվ վերջապես, մենք չգիտենք, թե արդյոք մեր տիեզերքը իրական է, թե սիմուլյացիա։ Եթե հնարավոր է սիմուլյացնել գիտակցական էակներ, եւ եթե առաջադեմ քաղաքակրթությունները ցանկանում են սիմուլյացնել իրենց նախնիներին, ապա հավանականությունը, որ մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ, կարող է լինել շատ բարձր։ Բայց մենք երբեք չենք կարող իմանալ վստահորեն։ Սահմանման համաձայն, լավ նախագծված սիմուլյացիան կլինի անտարբերելի իրականությունից ներսից։ Բայց գուցե այս բոլոր անգիտությունը, այս բոլոր անորոշությունը, այս բոլոր անպատասխան հարցերը, դրանք ոչ թե թուլություն են, այլ նվեր։ Պատկերացրեք, եթե մենք գիտեինք ամեն ինչ։ Եթե տիեզերքը ամբողջովին հասկանալի լիներ, ամբողջովին կանխատեսելի, ամբողջովին թափանցիկ։ Եթե չլինեին խորհուրդներ, չլինեին անհայտներ, չլինեին հարցեր։ Արդյոք այդպիսի տիեզերքը արժեր ապրելու։ Արդյոք այն ունենար իմաստ, գեղեցկություն, խորություն։ Խորհրդավորությունը ոչ թե թերություն է իրականության մեջ, այն հայտնություն է։ Այն է, ինչ պահում է տիեզերքը հետաքրքիր, անսպառ, հրաշալի։ Յուրաքանչյուր պատասխան, որը մենք գտնում ենք, բացում է 10 նոր հարցեր։ Յուրաքանչյուր խորհուրդ, որը մենք լուծում ենք, բացահայտում է 10 ավելի խորը խորհուրդներ։ Գիտությունը ոչ թե փակում է դռները, այն բացում է դրանք ավելի ու ավելի լայն։ Եվ սա նշանակում է, որ մենք մարդիկ, այս փոքրիկ, կարճակյաց էակները, մի փոքրիկ մոլորակի վրա, մի միջին աստղի շուրջը, մի միջին գալակտիկայում, մենք ունենք անվերջ հնարավորություն հայտնագործության համար։ Մենք երբեք չենք սպառի տիեզերքի խորհուրդները։ Մենք երբեք չենք հասնի վերջնական պատասխանին։ Միշտ կլինի ավելին սովորելու, ավելին հասկանալու, ավելին զարմանալու։ Եվ թերևս հենց սա է մարդկային կյանքի իմաստը։ Ոչ թե գտնել վերջնական պատասխանները, այլ ապրել հարցերի հետ։ Ոչ թե հասնել վերջնական հասկացողությանը, այլ շարունակել փնտրել։ Ոչ թե լուծել խորհուրդը, այլ ապրել դրա հետ։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Ձեր մատները, որոնք երբեք չեն հպվում էկրանին։ Էլեկտրոնները, որոնք լողում են անտեսանելի դաշտերում։ Այն զգացողությունը, որը դուք անվանում եք հպում, իրականում քվանտային ուժերի փոխազդեցություն է։ Բայց հիմա դուք գիտեք ավելին։ Դուք գիտեք, որ այդ էլեկտրոնները գոյություն ունեն որպես հավանականությունների ալիքներ մինչև դիտումը։ Դուք գիտեք, որ դրանք կարող են լինել միաժամանակ բազմաթիվ վայրերում։ Դուք գիտեք, որ երբ դուք դիտում եք դրանք, դուք փոխում եք դրանք։ Դուք գիտեք, որ ամբողջ տիեզերքը կառուցված է այս անտեսանելի, անհասկանալի, հրաշալի քվանտային հիմքի վրա։ Եվ դուք գիտեք, որ մենք չգիտենք, թե ինչ է սա ամենը իրականում նշանակում։ Մենք ունենք մաթեմատիկա, որը աշխատում է, բայց մենք չունենք համաձայնություն, թե ինչ է այդ մաթեմատիկան մեզ ասում իրականության մասին։ Արդյոք սա ձեզ անհանգստացնում է։ Արդյոք սա ձեզ վախեցնում է։ Կամ արդյոք սա ձեզ ազատագրում է։ Քանի որ եթե մենք չգիտենք, թե ինչ է իրականությունը, ապա իրականությունը դեռ բաց է։ Այն դեռ ստեղծվում է, դեռ էվոլյուցիա է ապրում, դեռ բացահայտվում է։ Եվ մենք, մեր դիտարկումներով, մեր չափումներով, մեր գիտակցական փորձով, մենք մաս ենք այդ ստեղծման process-ի։ Կոպենհագենյան մեկնաբանությունը ճիշտ է, ապա դիտումը ստեղծում է իրականությունը, եւ մենք ակտատիվ մասնակիցներ ենք տիեզերքի ինքնաբացահայտման մեջ։ Բազմաշխարհները ճիշտ են, ապա յուրաքանչյուր ընտրություն, որը մենք կատարում ենք, ստեղծում է նոր տիեզերք, եւ մենք անվերջ ճյուղավորվող իրականության ծառի մաս ենք։ Բոհմյան մեխանիկան ճիշտ է, ապա մենք կապված ենք ամեն ինչի հետ անտեսանելի քվանտային պոտենցիալով, եւ մենք մաս ենք խորապես միասնական տիեզերքի։ Գիտակցությունը հատուկ է, ապա մենք ոչ թե պարզապես նյութական էակներ ենք, այլ ինչ-որ բան ավելին, ինչ-որ բան, որը կարող է փոխազդել քվանտային դաշտերի հետ ոչ ֆիզիկական ձևով։ Մենք չգիտենք, թե որ մեկնաբանությունը ճիշտ է, բայց գուցե բոլորը ճիշտ են իրենց սեփական ձևով։ Գուցե իրականությունը այնքան խորն է, որ այն պարունակում է բոլոր այս տեսակետները եւ ավելին։ Գուցե հարցը, որ մեկնաբանությունը ճիշտ է, սխալ հարց է։ Գուցե ճիշտ հարցը, ինչպես կարող ենք մենք ապրել այս անորոշության հետ։ Եվ սա մեզ բերում է վերջնական հարցին, ոչ թե ինչ է իրականությունը, այլ ինչ նշանակում է լինել մարդ այս անհասկանալի տիեզերքում։
Մենք էակներ ենք, որոնք կարող են զարմանալ։ Մենք կարող ենք նայել աստղերին եւ հարցնել. ինչու։ Մենք կարող ենք ուսումնասիրել ատոմները եւ հայտնաբերել, որ դրանք գրեթե ամբողջովին դատարկ են։ Մենք կարող ենք ստեղծել հավասարումներ, որոնք նկարագրում են տիեզերքը 14 տասնորդական նշանների ճշգրտությամբ։ Եվ ապա մենք կարող ենք կանգնել հետ եւ ասել, բայց մենք դեռ չգիտենք, թե ինչ է սա ամենը նշանակում։ Այս ունակությունը, ճանաչել մեր սեփական անգիտությունը, թերևս մեր ամենամեծ ուժն է։ Այն մեզ պահում է խոնարհ, հետաքրքրասեր, բաց։ Այն մեզ պահում է փնտրելու, հարցնելու, զարմանալու։ Եվ թերևս, վերջապես, զարմանքը ինքը պատասխանն է։ Ոչ թե վերջնական պատասխանը, ոչ թե ամբողջական բացատրությունը, այլ ապրող պատասխանը։ Պատասխանը, որը մենք ապրում ենք յուրաքանչյուր օր, երբ բացում ենք մեր աչքերը եւ տեսնում այս անհավատալի, անհասկանալի, հրաշալի տիեզերքը։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ դուք հպվում եք ինչ-որ բանի, ձեր հեռախոսին, սեղանին, մեկ ուրիշի ձեռքին, հիշեք։ Դուք իրականում երբեք չեք հպվում։ Դուք լողում եք էլեկտրամագնիսական դաշտերի օվկիանոսում։ Դուք փոխազլում եք քվանտային ալիքների հետ, որոնք տարածված են ամբողջ տարածության մեջ։ Դուք մաս եք խորհրդավոր պարի, որը մենք չենք ամբողջովին հասկանում, բայց որը մենք կարող ենք զգալ, չափել, զարմանալ։ Եվ գուցե հենց սա է բավարար։ Ոչ թե իմանալ ամեն ինչ, այլ զգալ կապը։ Ոչ թե հասկանալ ամբողջովին, այլ մասնակցել։ Ոչ թե լուծել խորհուրդը, այլ լինել դրա մաս։ Դուք կազմված եք ատոմներից, որոնք ծնվել են աստղերում։ Ձեր մարմինը պարունակում է էլեմենտներ, որոնք ստեղծվել են սուպերնովաների պայթյուններում։ Ձեր գիտակցությունը ծագում է քվանտային պրոցեսներից, որոնք կապում են ձեզ ամբողջ տիեզերքի հետ։ Դուք ոչ թե տիեզերքի մեջ եք, դուք տիեզերքի մի մասն եք, տիեզերքի ինքնագիտակցության ժամանակավոր դրսևորում։ Եվ երբ ձեր ժամանակը գալիս է, երբ ձեր ատոմները վերադառնում են աստղերիցի փոշի, երբ ձեր էներգիան վերադառնում է քվանտային դաշտեր, արդյոք դուք իսկապես մեռնում եք։ Կամ դուք պարզապես փոխակերպվում եք, դառնում եք ինչ-որ այլ բան, ինչ-որ այլ մեկը, ինչ-որ նոր ձև նույն հավերժական պարի մեջ։ Մենք չգիտենք, եւ գուցե դա լավ է։ Գուցե չիմանալը մեզ պահում է ապրելու, սիրելու, զարմանալու։ Գուցե խորհուրդը ինքը նվեր է, հրավեր մասնակցելու, ոչ թե լուծելու։ Այնպես որ ապրեք հարցերի հետ, պարեք անորոշության հետ, զարմացեք անհասկանալիին եւ հիշեք, յուրաքանչյուր անգամ, երբ դուք հպվում եք աշխարհին, դուք փոխազդում եք ինչ-որ բանի հետ, որը ավելի խորն է, ավելի տարօրինակ, ավելի հրաշալի է, քան մենք երբևէ կարող ենք ամբողջովին հասկանալ։ Եվ գուցե հենց սա է ամենախորը ճշմարտությունը քվանտային ֆիզիկայի մասին։ Ոչ թե որ իրականությունը տարօրինակ է, ոչ թե որ մենք չգիտենք ամեն ինչ, այլ որ տիեզերքը բավականաչափ խորն է, բավականաչափ հարուստ է, բավականաչափ անսպառ է, պահելու մեզ զարմացած, հետաքրքրասեր, կենդանի հավերժ։ Եվ թերևս, վերջապես, դա է ամենամեծ նվերը, որը տիեզերքը կարող էր մեզ տալ։ Ոչ թե պատասխանները, այլ հարցերը, ոչ թե վստահությունը, այլ զարմանքը, ոչ թե վերջը, այլ անվերջ սկիզբը։